Դուք հավատում եք Բերմուդյան եռանկյունու գոյությանը։ Այն իրականում չկա։ Այն երբեք չի եղել։ Այն, ինչ մենք անվանում ենք աշխարհի ամենավտանգավոր անոմալ գոտի, իրականում ամենասովորական զբոսաշրջային հատված է։ Հյուրանոցներով, լողափերով եւ տասնյակ հազարավոր մարդկանցով։ Իսկ բոլոր խորհրդավոր անհետացումներն ունեն չափազանց պարզ, նույնիսկ ձանձրալի բացատրություն։ Բարև ձեզ, ես Լաոն եմ։ Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես են իրականում խորտակվել նավերը եւ վթարի ենթարկվել ինքնաթիռները Բերմուդյան եռանկյունում, ապա մնացեք մեզ հետ։ Միասին կպարզենք, թե ինչ է իրականում Բերմուդյան եռանկյունին։ Գնացինք։ 1950 թվական, սեպտեմբերի 17։ Մայամիի տեղական գլխավոր թերթերից մեկը, Miami Herald թերթը, հրապարակում է հոդված ինտրիգային վերնագրով։ Ծովի հանելուկները դեռ շարունակում են փակուղի տանել մարդկանց կոճակների դարաշրջանում։ Կոճակների դարաշրջան։ Հետաքրքիր է հնչում, իհարկե։ Ինչպես հիմա ասում են, ասենք նեյրոցանցերի դարաշրջան կամ արհեստական բանականության դար։ Նույնքան պաթետիկ կերպով 50-ականները կոչվում էին կոճակների դարաշրջան։ Միայն վերջերս էր ավարտվել երկրորդ համաշխարհային պատերազմը։ Սկսվել էր Սահարա պատերազմը։ Բոլոր կողմերը ունեն գերզենք, ատոմային ռումբեր։ Իսկ Կորեայում եւ Վիետնամում իրավիճակն այնքան սրված է, որ կարելի է ասել երկրագնդի վրա ավելի շոգ տեղ չկա։ Թվում էր, թե մի փոքր էլ եւ կգա աշխարհի վերջը։ Բայց եթե ապագայի հարցում մարդիկ կարող են կասկածներ ունենալ, ապա տեխնիկական առաջընթացի հարցում կասկածներ չկային։ Մի քանի տասնամյակ է տեխնիկական առաջընթացն ընթանում է ուղղակի աննախադեպ տեմպերով։ 1850-ականներ։ Այն ժամ դեռ ապրում էին տարեց մարդիկ, ովքեր հիշում էին կարգերի եւ փոստային դիլիժանսների ժամանակները։ Բայց այժմ Ամերիկայում կեղտոտ անանցանելի ճանապարհների փոխարեն տասնյակ հարմարավետ ավտոմայրուղիներ են, որոնցով սրընթաց շարժվում են միլիոնավոր մեքենաներ։ Բացի դրանից ի հայտ են եկել ինքնաթիռներ, հեռուստատեսություն, առաջին համակարգիչները եւ ատոմային էներգիան։ Արդեն խոսվում է այն մասին, որ 10 տարի անց մարդը կուղևորվի դեպի այլ մոլորակներ։ Այնպես որ Miami Herald թերթում հրապարակված հոդվածը զարմանալի վերնագրով, այնքան էլ հասկանալի չէ։ Ինչ օվկիանոսի գաղտնիքներ, ինչի մասին է խոսքը։ 1950 թվականին կարծես արդեն տարօրինակ են հնչում նման վերնագրերը։ Մարդիկ արդեն եղել են երկրագնդի երկու բևեռներում, կարելի է զանգահարել մայրցամաքից մյուս մայրցամաք։ Ատլանտյան օվկիանոսն արդեն մոտ 10 տարի է, ինչ կարելի է անցնել մի քանի ժամում, պարզապես տոմս գնելով, ասենք Պան-Ամերիկայի հարմարավետ ինքնաթիռով։ Կարիբյան ծովն այլևս ծովայինների ծով չէ, այլ շքեղ առողջավայր։ Բայց այդուհանդերձ հոդվածի հեղինակը, ինչ որ Ջոնս, դրա հետ համաձայն չէ։ Նրա հոդվածն այն մասին է, որ օվկիանոսը նույնքան առեղծվածային է, որքան հին լավ ժամանակներում, Արագաստանավային նավատորմերի ժամանակ։ Ընդ որում, հենց հիմա տեղ են ունենում առեղծվածային իրադարձություններ, այսպես ասած մեր քթի տակ, բառացիորեն մեր կողքին։ Մասնավորապես Մայամիի, Բերմուդյան կղզիների եւ Պուերտո Ռիկո կղզու միջև ընկած եռանկյունում։ Ջոնսը պնդում է, որ այս դրախտային անկյունում պարբերաբար առանց որևէ հետքի անհետանում են նավերն ու ինքնաթիռները։ Ահա լսեք հատված։ Նավի վրա կենտրոնում ռադիոկապ կար։ Դա մի հսկայական բեռնատար նավ էր, 12 հոգի անձնակազմով։ Այնտեղ բեռնված էր 300 տոննա ապրանք Վենեսուելայի համար։ Սանդրան նավի անունն է։ Այսպես ասած, նավարկեց եւ անհետացավ առանց հետքի։ 1948 թվականի դեկտեմբերի 7-ին 32 մարդ նստեցին ինքնաթիռ դեպի Մայամի։ Առավոտյան ժամը 4:00-ին օդաչուն հայտնում է, որ իրենք ափի մոտ են, բայց նրանք այդպես էլ չժամանեցին։ Ծառայությունները հետազոտեցին ծովի եւ ցամաքի 310,000 մղոն, բայց ապարդյուն։ 1949 թվականի հունվարի 18-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի խոշոր օպերատիվ կամ ասենք գործողական խումբը զորավարժություններ էր անցկացնում Բերմուդյան կղզիներից մի փոքր հարավ։ Նույն օրը բրիտանական Ariel ուղևորատար ինքնաթիռը անհետացավ, ցնդելով օդում։ Ռազմածովային ուժերը դադարեցրին զորավարժությունները։ Ավիակիրները, հածանավերն ու կործանիչները երկար որոնումներից հետո այդպես էլ չգտան Ariel-ից ոչ մի հետք։ Մեկ տարի առաջ մեկ այլ բրիտանական ինքնաթիռ Star Tiger անվանումով մոտենում է Բերմուդյան կղզիներին։ Ինքնաթիռում կա 29 մարդ։ Ինքնաթիռը մի քանի անգամ ռադիոկապի միջոցով փոխանցում է իր կոորդինատները, այնուհետև լռություն։ Մինչ օրս ոչ մի հետք չի հայտնաբերվել։ Իրականում սարսափելի է։ Ավելի հին, բայց ավելի առեղծվածային հանելուկը տորպեդակիր ինքնաթիռների պատմությունն է։ 1945 թվականի դեկտեմբերի 5-ին նրանք օդ բարձրացան ռազմածովային ավիաբազայից։ Ժամեր անց կորավ նրանց հետ կապը։
իսկ հա ավելի ուշ, երբ նրանց մոտ ըստ հաշվարկների վառելիքը վերջացավ, սկսվեցին որոնողական աշխատանքներ։ Չնայած Ֆլորիդայի պատմության մեջ ամենածավալուն որոնումներին 5 տորպեդակիրներից ոչ մեկը անձնակազմի 14 անդամներով չգտնվեց։ Փրկարար PBM ինքնաթիռը նույնպես այդպես էլ չվերադարձավ։ Ընդհանուր առմամբ 135 մարդ պարզապես անհետացան։ Ջոնսի հոդվածը գրեթե անմիջապես վերատպեցին մի քանի թերթերում, տարբեր նահանգներում, եւ այսպիսով հաջողվեց աղմուկ բարձրացնել։ Եվ արդեն 10 տարի անց աշխարհն իմացավ այնպիսի երևույթի մասին, ինչպիսին է Բերմուդյան եռանկյունի։ Այսօր ես ուզում եմ վերջնականորեն բարձել եւ ներկայացնել ձեզ իրականությունը։ Այս տեսանյութի նպատակներից մեկը իրականությունը ստից տարբերելն ու ձեզ հետ կիսվելն է։ Եթե ինչ-ինչ պատճառներով դուք չեք լսել Բերմուդյան եռանկյունու մասին, ապա փորձեմ բացատրել։ Ատլանտյան օվկիանոսում գոյություն ունի մի անոմալ գոտի՝ Բերմուդյան եռանկյունի։ Այնտեղ անընդհատ անհետանում են նավերն ու ինքնաթիռները, որոնք փորձում են հենց այդ եռանկյունին հատել։ Ընդհանուր առմամբ իր պատմության ընթացքում անհետացել են մոտ 100-ը։ Բերմուդյան եռանկյունի արտահայտությունը վաղուց օգտագործում է նաև փոխաբերական իմաստով։ Այսինքն, կարող են այդպես անվանել պարզապես մի տեղ, որտեղ ինչ-որ բան անընդհատ անհետանում է, ինչ-որ անոմալ գոտի։ Այս տեսանյութի համար նյութեր հավաքելիս ես տարբեր կայքերում փնտրում էի Բերմուդյան եռանկյունի հարցումով հոդվածներ եւ նյութեր։ Ընդհանուր առմամբ գտա մոտ 65 հոդված, բայց իրականում դրանցից ոչ մեկը իրական Բերմուդյան եռանկյունու մասին չէր։ Ավելին ասեմ, առ այսօր դեռ հրապարակվում են հոդվածներ եւ նյութեր, թե իբր Բերմուդյան եռանկյան գաղտնիքը մինչ օրս բացահայտված չէ։ Այո, կան բոլորովին թարմ նյութեր, որոնք մոլորեցնում են կարդացողին։ Նույնիսկ Վիկիպեդիայում, ինչից իհարկե ես չեմ օգտվում, Բերմուդյան եռանկյունու մասին չկա միանշանակ պատասխան կամ ինֆորմացիա, թե ինչ է այնտեղ կատարվում եւ ինչու են բոլորը անհետանում։ Ինչեր ասես չեն գրում այն նյութերում, որոնք կարողացա գտնել, սկսած բացարձակ անհետետներից, ասենք, ինչպիսիք են ալմուրակայինները կամ ատլանտները, մինչև համեմատաբար ադեկվատ նյութեր։ Օրինակ, մի քանի անգլալեզու հոդվածում մանրամասն քննարկվում է մի ավստրալացի հետազոտողի տեսություն, որտեղ առողջապահային անհետացումների պատճառներ համարվում են մեծ քանակությամբ փոթորիկները տարածաշրջանում ու վատ եղանակը։ Եվ թվում է, թե կարելի էր սրանով էլ բավարարվել։ Բայց գիտեք, որն է գլխավոր զավեշտը։ Երբ ես շարունակեցի ուսումնասիրել նյութերը, պարզվեց, որ Բերմուդյան եռանկյան հանելուկը 70-ականներին արդեն իսկ լուծված է եղել։ Եվ լուծումն ամենևին էլ այնտեղ չէ, որտեղ այն սովորաբար փնտրում ենք։ Այստեղ ամեն ինչ ավելի պարզ է։ Այսպիսով եկեք սկսենք նրանից, թե ինչ է Բերմուդյան եռանկյունին։ Եթե քարտեզի վրա գծերով միացնենք Բերմուդյան կղզիները, Ֆլորիդան եւ Պուերտո Ռիկո կղզին, քանի որ կետերը, ինչպես հասկանում եք, կոորդինատներով տատանվող են, ապա եռանկյան սահմանները կարելի է անցկացնել քիչ թե շատ ինչպես ուզում ես։ Այսինքն այն տարբեր քարտեզների վրա երևում է կամ որպես նեղ շերտ, կամ որպես պատշաճ հավասարակողմ եռանկյունի։ Դրա պատճառով նույնիսկ նրա մակերեսն է տարբերվում։ Տարբեր գնահատականներով դա 1.3-ից մինչև 3.9 միլիոն քառակուսի կիլոմետր է։ Իսկ հիմա ես խնդրում եմ եւս մեկ անգամ շատ ուշադիր նայել աշխարհի քարտեզին։ Այն, ինչ մենք անվանում ենք Բերմուդյան եռանկյունի, դա ընդհանրապես Կարիբյան ծովի հյուսիսային սահմանն է։ Աշխարհի ամենազբոսաշրջանային վայրերից մեկը։ Ուղղակի կասեմ, որ եռանկյան գագաթներից մեկը սովորաբար անվանում են Մայամին։ Դա այնտեղ է, որտեղ Դոնալդ Թրամփի ամառանոցն է։ Պուերտո Ռիկոն նույնպես հայտնի առողջավայր է։ Իսկ դեռևս Բերմուդյան եռանկյան ուղիղ ներսում գտնվում են Բահամյան կղզիները, որոնք 90-ականներին հռչակվեցին որպես շատ ու շատ մարդկանց սիրելի հանգստավայր։ Այո, պատկերացրեք, Բերմուդյան եռանկյունին այնքան միստիկ է, որ նրա ներսում գտնվում են 2 պետական կազմավորումներ, կես միլիոն բնակչությամբ եւ զբոսաշրջիկների մշտական բազմություն։ Ահա այսպիսի կորած եւ առեղծվածային վտանգավոր վայր։ Անոմալ գոտի, որտեղ զանգվածաբար անհետանում են ինքնաթիռներն ու նավերը։ Ծիծաղելի է։ Այն, որ այնտեղ շատ մարդիկ են ապրում, դեռ չի նշանակում, որ այնտեղ ոչ մի տարօրինակ բան չի կարող լինել։ Ինչ որ բան իսկապես կատարվում է։ Վերադառնալով այն հոդվածին, որով ես սկսեցի, ժամանակագրությամբ առաջին այնտեղ հիշատակվում են ինքնաթիռները, որոնք անհետացել են Բերմուդյան եռանկյունում 1945 թվականին։ Եվ սա իսկապես անվանում են Բերմուդյան եռանկյունում առեղծվածային անհետացման ամենաառաջին պատմությունը։ 1945 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 14:10-ին 19-րդ օղակի 5 ամերիկյան ռմբակոծիչ տորպեդակիրներ, Avenger-ներ, օդ են բարձրանում Ֆլորիդայի ռազմաբազայից եւ ուղղություն են վերցնում դեպի արևելք։ Դա սովորական պարեկային թռիչք էր՝ 257 կիլոմետր դեպի արևելք, ապա 64 կիլոմետր դեպի հյուսիս եւ հետո դեպի բազա։ Յուրաքանչյուր ինքնաթիռ ինչպես կարգն է անցել է մանրակրկիտ նախաթռիչքային զննում։ Բոլոր ինքնաթիռները լիցքավորված են վառելիքով։ Բոլոր սարքավորումները, շարժիչները, կողմնացույցերն ու գործիքները աշխատում են ինչպես պետքն է։ Օդաչուները փորձառու են,
եղանակը բարենպաստ։ Նախատեսվում էր, որ ինքնաթիռները կվերադառնան 2 ժամից, բայց դրա փոխարեն կառավարման աշտարակում ստացան տարօրինակ հաղորդագրություն։ Մենք արտակարգ իրավիճակում ենք։ Լսվեց հուզված ձայն։ Ըստ երևույթին մենք մոլորվել ենք։ Մենք չենք տեսնում երկիրը։ Կրկնում եմ, մենք չենք տեսնում երկիրը։ Հաղորդեք ձեր գտնվելու վայրը։ Հարցրեց դիսպեչերական կետը։ Մենք չենք կարող որոշել մեր գտնվելու վայրը։ Պատասխանեց օղակի հրամանատարը։ Մենք չգիտենք, թե հիմա որտեղ ենք գտնվում։ Մենք կարծես մոլորվել ենք։ Պահեք ընթացքը դեպի արևմուտք։ Հրամայեց հրամանադիսպեչերական կետը։ Մենք չգիտենք, թե որտեղ է արևմուտքը։ Ոչինչ չի ստացվում։ Տարօրինակ է։ Մենք չենք կարող որոշել ուղղությունը։ Նույնիսկ օվկիանոսը սովորականի պես չի երևում։ Եվ լրություն։ Եվս կես ժամ հետո օղակի հրամանատարը նորից դուրս եկավ կապի։ Մենք չգիտենք, թե որտեղ ենք գտնվում։ Պետք է որ 225 մղոն հյուսիս-արևելք բազայից։ Թվում է, թե մենք Եվ նորից լրություն։ Այս անգամ արդեն վերջնական։ Բազայում իրարանցում բարձրացավ։ Ինքնաթիռների մոտ վարելիքը շուտով պետք է վերջանար։ Օգնության ուղարկեցին փրկարար հիդրոինքնաթիռ։ Այն սկզբում հաղորդեց, որ չի տեսնում անհետացած ինքնաթիռները, իսկ հետո ինքն էլ անհետացավ։ Սկսվեց իսկական խուճապ։ Հայտարարվեց ընդհանուր տագնապ։ Մեկը մյուսի հետևից օդ բարձրացան ինքնաթիռներ։ Ծով դուրս եկան նավեր։ Ամբողջ շրջանը, որտեղ կարող էին գտնվել Avenger-ները եւ Mariner-ը, փրկարար հիդրոինքնաթիռը, մանրակրկիտ զննվում էր, բայց բացի հանդարտ ամայի ծովից ոչինչ հայտնաբերել չհաջողվեց։ Երեկոյան ժամը 19:00-ին կարծես լսեցին ռադիոազդանշան օղակի կոդերով, բայց հայտնաբերել տեղը չհաջողվեց։ Որոնումները շարունակվեցին մի քանի շաբաթ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը փնտրում էին Ֆլորիդայից մինչև Բահամյան կղզիներ, բայց այդպես էլ ոչինչ չգտան։ Ոչ մի բեկոր, ոչ մի դիակ եւ ոչ մի վառելիքի բիծ ջրի վրա։ Ոչինչ։ 6 ինքնաթիռ եւ 27 մարդ կարծես անհետացել են։ Արդեն հենց այս պատմությունը հետաքրքիր էր, բայց լրագրողները բավական արագ տեղեկատվություն գտան այլ դեպքերի մասին այս տարածաշրջանում։ Այսինքն հենց այս իրադարձությամբ սկսվեց Բերմուդյան եռանկյան պատմությունը։ 1948 թվականի հունվարին Բերմուդյան կղզիների շրջանում անհետացավ բրիտանական Star Tiger ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Լոնդոնից Հավանա։ Նույն պատմությունը։ Երթուղին ծանոթ է, օդաչուն փորձառու, բայց ինքնաթիռը այնուամենայնիվ պարզապես անհետացավ։ Նշանակված ժամին կապի դուրս չեկավ, իսկ երբ ուղարկեցին փրկարար արշավախումբ, ոչ մեկին չգտան։ 1948 թվականի մարտին Ֆլորիդայից արևելք անհետացավ նաև մի ձկնորսական նավակ։ Լրատվության մեջ դա հայտնվեց միայն այն պատճառով, որ նավի վրա էր հայտնի մարզիկ ժոկեյ Ալբերտ Սնայդերը։ 1949 թվականի հունվարին անհետացավ եւս մեկ բրիտանական ինքնաթիռ՝ Starella, որը թռչում էր Բերմուդյան կղզիներից Ջամայկա։ 1950 թվականի հունիսին անհետացավ Սանդրա Բեռնանավը, որը ուղևորվում էր դեպի Վենեսուելա։ Ամենուր նույն իրավիճակն էր։ Նավը կամ ինքնաթիռը պարզապես անհետանում էին առանց հետքի, առանց բեկորների եւ առանց որևէ ցուցման, թե ինչ է պատահել անձնակազմի հետ։ Ընդհանուր առմամբ կարծում եմ դուք հասկացաք, որ լրագրողական հոդվածը դատարկ տեղից չի առաջացել։ Ինչու այն վերատպեցին Արիզոնայի եւ Միչիգանի տեղական թերթերում։ Դա սովորական պրակտիկա է, ինչպես այսօր համացանցում, երբ առավել հետաքրքիր հոդվածները պարզապես լիցենզիայով վերատպում են այլ թերթերում կամ կայքերում։ Իսկ հետո իհարկե սկսվեց շղթայական ռեակցիան։ Miami Herald թերթի հոդվածում դեռ չկար Բերմուդյան եռանկյունի հասկացությունը, կար միայն փոխաբերական իմաստով հիշատակում։ Այդ հոդվածը հաստատի միայն մեկ եզրակացություն էր անում, չնայած ողջ առաջընթացին, նույնիսկ մեր ամբողջ տեխնոլոգիական զարգացման դեպքում համաշխարհային օվկիանոսը ընդունակ է անակնկալներ մատուցել։ Եվ եթե պատմությունն այսքանով ավարտվեր, միգուցե հիմա ես ձեզ չպատմեի Բերմուդյան եռանկյունու մասին, բայց հետո տեղի ունեցավ անխուսափելին։ Այն ինչին ես հաճախ եմ առնչվում նյութեր փնտրելիս։ Երբ մեկը հորինում է մի թույլ բան, իսկ հետո դրա վրա սկսում են պարազիտացնել բոլորը, ով պարապ չէ։ Այսինքն Ջոնսի բնագրում եռանկյունին ընդհանրապես գեղեցիկ փոխաբերություն էր։ Իսկ հետո գործի մեջ մտան նրանք՝ պարանորմալ երևույթների սիրահարները։ 1952 թվականին հոկտեմբերին ամերիկյան Fate ամսագրում հրապարակվեց Ջորջ Սենդի հոդվածը։ Fate ամսագիրը եթե ինչ Ren TV-ի ամսագրային եղբայրներից է։ Հնարավոր է, որ նույնիսկ ավելի վատ տարբերակ։ Սենդը վերցրեց նույն սյուժեն, ինչ Ջոնսը, բայց ավելացրեց դրան այսպես ասած գրական ընդունումներ, ոչ թե փաստեր կամ հաստատումներ, այլ հնարավոր տարբերակներ։ Նա ողբերգության պատմությունը վերածեց ինչ-որ էժանագին թրիլերի, օրինակ 19-րդ օղակի անհետացումը։
Նրա մոտ այն ներկայացված էր արտահայտություններով, ինչպիսիք են ժամացույցի սլաքները սողում էին այն նշագծին, որի վրա ռմբակոծիչների մոտ վառելիքը կվերջանա։ Գաղտնիքը թաղված է ծովային անդունդում, ռադիոալիքները լսվեցին կարճ հաղորդումների ճաշճատյունով եւ այլն։ Հոդվածն ավարտվում էր բառերով. պետական եւ մասնավոր ինքնաթիռները, ձկնորսական նավակներն ու զբոսանավերը շարունակում են անհետանալ։ Եվ բոլոր հետաքննությունների հաշվետվությունները ավարտվում են նույն կերպ։ Ոչ մի հետք չի գտնվել։ Մռայլություն, պաթոս, էմոցիաներ, ծափ։ Բայց ամենակարևորը, որ տեղի ունեցավ Սենդի հոդվածում, առաջին անգամ ուրվագծվեց այն շրջանը, որտեղ տեղի են ունենում առեղծվածային անհետացումները։ Եռանկյունի, որի գագաթները գտնվում են մոտավորապես Ֆլորիդայում, Բերմուդյան կղզիներում եւ Պուերտո Ռիկոյում։ Իսկ հենց Բերմուդյան եռանկյունի անվանումը հայտնվեց եւս 12 տարի անց, 1964 թվականին, մեկ այլ ամենագետ պարանորմալի սիրահար Վինսենտ Գադիսի հոդվածում, Մահացու Բերմուդյան եռանկյունի բնորոշ վերնագրով։ Այնտեղ իդեպ արդեն գծված էին այն կոորդինատները, որոնց մասին ես ասացի տեսանյութի սկզբում։ Նրա վարկածով եռանկյունում զոհվել էին արդեն հարյուրավոր նավեր եւ ինքնաթիռներ։ Գադիսի հոդվածում կար եւս մեկ բան։ Նա եռանկյան պատմությունը սկսում էր ոչ ավել ոչ պակաս Կոլումբոսից։ Նա ուղղակի գրում է, որ առեղծվածային պատմությունը գալիս է դեռևս չբացատրված առեղծվածային լույսից, որը նկատել էր Կոլումբոսը, երբ առաջին անգամ մոտեցավ Բահամյան կղզիներին, իր իջևանելու վայրին։ Իսկ Կոլումբոսը եվրոպացիներից առաջինն էր, որը լողացել էր այդ կողմերում, եւ նրա նավամատյանում իսկապես կա այդպիսի դրվագ։ Այսինքն Գադիսը դա չի հորինել, գոնե ամբողջությամբ չի հորինել։ Երբ Կոլումբոսն ու իր թիմը մոտենում էին Բահամյան կղզիներին, նավաստի Ռոդրիգոն ծովում նկատեց ինչ-որ բան, ինչպես մոմի լույս, որը երբեմն բարձրանում, երբեմն իջնում էր։ Կոլումբոսը դա համարեց մոտեցող ցամաքի նշան, բայց լույսը նկատեցին մայրամուտին, իսկ ցամաքին հասան միայն գիշերվա ժամը 2-ին, այսինքն մի քանի ժամ անց։ Ժամանակակից պատմաբանները կարծում են, որ Ռոդրիգոն տեսել է ինչ-որ հնդկացի ձկնորսի ջահով նավակում կամ նման մի բան։ Նավակը օրորվում էր ալիքների վրա եւ այդ պատճառով լույսը երբեմն բարձրանում, երբեմն իջնում էր։ Ընդհանրապես տարօրինակ է, թե ինչու Գադիսը կպավ հենց այս դրվագին, որովհետեւ Կոլումբոսի նավամատյանում առատ են միստիկ դրվագները։ Օրինակ, ինչ-որ պահի կողմնացույցի սլակը սկսեց շեղվել հյուսիսից մինչև 6 աստիճան։ Կոլումբոսը նույնիսկ ուզում էր դա թաքցնել, բայց չստացվեց։ Մյուս նավերի կապիտանները նույնպես նկատեցին, որ կողմնացույցերի հետ ինչ-որ բանային չէ։ Եվ երբ այդ մասին հայտնի դարձավ բոլոր նավաստիներին, նրանք սարսափի մեջ ընկան։ Նրանք որոշեցին, որ նույնիսկ բնության օրենքներն այստեղ ուրիշ են, բայց միստիկան մի կողմ։ Ես դեռ կվերադառնամ դրան։ Իրականում տեղն իսկապես հեշտ չէ։ Եթե այն սովորական լիներ, Բերմուդյան եռանկյունու ոչ մի լեգենդ ընդհանրապես չէր ծնվի։ Հավանաբար։ Ի հավելումն ամենատես լույսի, Կոլումբոսի նավաստիները ինչ-որ պահի ծովի մեջտեղում հայտնաբերեցին լողացող ջրիմուռներ եւ այսպիսով բացահայտեցին Սարգասյան ծովը։ Սարգասյան ծովն ընդհանրապես բնության հրաշք է։ Աշխարհում միակ ծովն է առանց ափերի։ Կոպիտ ասած, դա Ատլանտյան օվկիանոսի մի հատված է։ Այս լայնության վրա ավելի քիչ ամպեր կան, ավելի քիչ քամիներ եւ ավելի քիչ տեղումներ են թափվում, քան օվկիանոսի մյուս շրջաններում։ Եվ եւս Սարգասյան ծովը կարելի ասել հսկայական հորձանուտի կենտրոն է։ Բոլոր կողմերից այն բառացիորեն ժամացույցի սելակի ուղղությամբ շրջանցում են Գոլֆ ստրիմը, Անտիլյան, Կանարյան հոսանքները։ Դիագրամի վրա դա իսկապես նման է այսպիսի ձագարի։ Այդ հոսանքների պատճառով Սարգասյան ծովը մշտապես ինչ-որ բան խորտակում է։ Եվ քանի որ այս հորձանուտի ներսում ծովը հանգիստ է, այն ունի կուտակելու հատկություն։ Ի սկզբանե դրանք ուղղակի ջրիմուռներ էին, որոնցից էլ ծովը ստացավ իր անվանումը։ Իսկ հիմա այնտեղ հավաքվում են նաև Ատլանտյան օվկիանոսի ամբողջ աղբը։ Ինչի պատճառով այնտեղ միկրոպլաստիկի ինչ-որ անիրական քանակություն կա։ Կան ամբողջ աղբային կղզիներ նույնիսկ։ Ինչու եմ ես սա ձեզ ասում, այն պատճառով, որ Սարգասյան ծովը գրեթե Կոլումբոսի ժամանակներից հռչակվել է որպես անիծված տեղ։ Ես պատահական չէի ասում, որ Սարգասյան ծովը գտնվում է այն լայնության վրա, որտեղ ծայրահեղ հազվադեպ են փչում քամիները եւ հազվադեպ են անձրևներ գալիս։ Այդպիսի շոկ եւ անհողմ գոտի է։ Կան պատմություններ նավերի մասին, որոնց հենց տախտակամածին կարելի էր մոմեր վառել, չվախենալով, որ քամին կհանգցնի դրանք։ Սրանում ոչ մի միստիկական բան չկա։ Ուղղակի այսպես է աշխատում մեր մոլորակի մթնոլորտը, որ հյուսիսային լայնության 30 աստիճանի շրջանում քամիները միջինից քիչ են։ Սա այդպես է ամբողջ մոլորակով։
Բայց նավաստիներին այդպիսի պատմությունները վախեցնում են։ Դե որովհետև պատկերացրեք, շարժիչով նավերը հայտնվել են համեմատաբար վերջերս։ Շոգենավերը զանգվածաբար սկսել են կիրառվել միայն 19-րդ դարում, իսկ մինչ այդ գրեթե 500 տարի ամբողջ նավատորմը արագաստանավային էր։ Իսկ արագաստանավի համար այդպիսի հանդարտ, այսպես ասած, անդորի մեջ հայտնվելը չափազանց ռիսկային էր։ Շտիլ։ Ծովագնացության պատմության մեջ այդպիսի դեպքերը պարզապես առատ էին։ Նավը օվկիանոսում ցամաքի հետ ոչ մի կապ չուներ։ Ազդանշան ուղարկել ուղղակի ոչինչով հնարավոր չէր։ Իդեպ, այդպիսի լայնությունների հին անվանումներից է, չեք հավատա, բայց ձիական կամ ռուսերեն ասված կոնսկիե շիրոտի։ Թվում է թե որտեղ է ծովը եւ որտեղ ձիերը։ Բայց այդուհանդերձ կար այդպիսի մի կանոն, որ երբ երկարատև հանդարտության շտիլի մեջ ընկած նավի վրա սկսում էր վերջանալ ջուրը, առաջին հերթին ծովն էին նետում ձիերին, որովհետև ջուրն անհրաժեշտ էր մարդկանց։ Կար նույնիսկ մի հին նավաստիական հեքիաթ, որ գիշերը նավաստիները Սարգասյան ծովով անցնող նավերի վրա մշուշում տեսնում էին զոհված ձիերի ուրվականների։ Դանդաղ մեռնել սովից եւ ծարավից շոգ ու տոտ ծովի մեջտեղում, որը լի է կանաչ ջրիմուռներով։ Այնքան էլ լավ հեռանկար չէ։ Ուստի Սարգասյան ծովը վերածվեց նավաստիական սարսափի։ Այնտեղ կար նաեւ աղբի հետ կապված իրավիճակը, հիշում եք։ Ուրեմն ջարդված նավերը նույնպես ինչ-որ իմաստով աղբ են, այնպես որ դրանք նույնպես հոսանքները կարող են քաշել այնտեղ։ Նույնիսկ Կոլումբոսը, առաջին եվրոպացին, արդեն տեսել էր Սարգասյան ծովի ծայրամասերում ինչ-որ նավերի բեկորներ, որոնք ըստ երևույթին այնտեղ էին քաշվել կիսով չափ օվկիանոսով մեկ։ Հին պանդոկներում խոսում էին, թե նավերին այնտեղ էր պահում ոչ թե քամու բացակայությունը, այլ ինչ-որ բան։ Թե իբր նավի կողամասերը, պարաններն ու խարիսխի շղթաները աստիճանաբար պատվում էին ջրիմուռներով, ինչպես սարդոստայնով, եւ որ այդ սարդոստայնի մեջ նավը մնում էր շոգ արևադարձային արևի տակ, մինչև նրա անձնակազմը մահանում էր սովից ու ծարավից։ Իսկ նավից մնում էր միայն մինչև վերջ փետած եւ կմախներով լցված սարսափելի տեսարան, որ այնտեղ հանդիպում են հսկա 8-ոթնուկ կրակեններ, ծովային օձեր եւ այլ հրեշներ, որոնք ունակ են քաշել նավը օվկիանոսի անդունդը, որ որոշ հատվածներում այնպիսի հանդարտություն է, շտիլ, որ այնտեղ հայտնված նավերի անձնակազմերը մահանում էին տանջալից մահով, հեղձուցիչ շոկից։ Եվ եւս մի լեգենդ կար, որ ամբողջ Սարգասյան ծովը լցված է դատարկ նավերով, որոնց անձնակազմը զոհվել է, եւ որ այդ նավերն այժմ անշարժ կանգնած են պատված ջրիմուռներով, որ ծովի կենտրոնում կան ամբողջ կղզիներ այդ նավերից, նույնիսկ կարելի է գտնել Ատլանտիդայից եկած նավեր։ Սա Բերմուդյան երանգուն ու լեգենդի առանձին կողմն է, որ այն գոյություն ունի ոչ թե ուղղակի, այլ խորտակված հին քաղաքակրթության տեղում։ Իսկ հին հույն փիլիսոփա Պլատոնը հիշատակել էր, որ խորտակված մայրցամաքի տեղում մնացել է ցեխի եւ ջրիմուռների բիթ։ Ուստի երբ Կոլումբոսը բացահայտեց Սարգասյան ծովը, երկար ժամանակ կարծում էին, որ այն առաջացել է հենց խորտակված Ատլանտիդայի տեղում։ Մոտ 20-րդ դարի սկզբին այս թեման լուրջ գիտնականները դադարեցին քննարկել, բայց ֆանտաստիկայի մեջ թեման մնաց։ Իսկ երբ սկսվեց Բերմուդյան երանգունու միֆի տարածման, այսպես ասած, ժողովրդականացման այս ալիքը, իհարկե կապեցին Ատլանտիդայի հետ։ Առնվազն նման վարկած կար Չարլզ Բերլիցի հեղինակած գրքում դեռ 1974 թվականին։ Բերլիսն ատլանտների հարցում ընդհանրապես ինչ-որ մոլուցք ուներ։ Նա լրջությամբ քննարկում էր, որ դա իսկապես ամենահին քաղաքակրթությունն է, եւ որ Ատլանտիդան չի վերացել, այլ իջել է Սարգասյան ծովի հատակը։ Ատլանտները կառուցել են այնտեղ ստորջրյա քաղաքակրթություն եւ հենց նրանք են արևանգում նավերն ու ինքնաթիռները։ Այժմ ես դա հիշեցի հիմնականում այն պատճառով, որ 70-ականներին Բերմուդյան երանգունու մասին սկսեցին գրքեր գրել։ Բերլիսի գիրքը միակը չէր։ Մոտավորապես նույն ժամանակ հրատարակվեց եւս մեկ գիրք՝ Սատանայի երանգունին։ Ընդհանրապես 60-ականներն ու 70-ականները պարանորմալ ամեն ինչի նկատմամբ հետաքրքրության աճի ժամանակներն են։ Հիպիներ, գիտակցության ընդլայնում, արևելյան պրակտիկաներ, այլմուրակայինների որոնումներ, հին քաղաքակրթություններ, ձնեմարտ եւ Բերմուդյան երանգունին, որտեղ անհետանում են նավերն առանց հետքի։ Նա այս ամենի մեջ տեղավորում էր հրաշալի կերպով։ Պարզ ասած, Բերմուդյան երանգունին դարձավ մոդա, այնպես որ 1970-ականներին բորդ ուղեկցորդները ուղևորներին տեղեկացնում էին, երբ օդանավը գտնվում էր Բերմուդյան երանգունու շրջանում։ Երանգունու մասին նույնիսկ ֆիլմեր էին նկարահանում, եւ ԶԼՄ-ները անընդհատ խոսում էին նրա մասին։ Եվ եթե կարծում եք, որ այս ամենը վերաբերում էր միայն արևմուտքին, ապա ոչ։ ԽՍՀՄ-ում նույնպես Բերմուդյան երանգունու մոդան սկսվեց եւ ամրապնդվեց։ Ի տարբերություն տարածված առասպելի, թե կեղծ գիտության նորաձևությունը ԽՍՀՄ-ում հայտնվել է միայն վերակառուցման ժամանակ, դա ամենևին էլ այդպես չէ։ Այստեղ մենք կարելի ասել նույն ալիքի վրա ենք բոլորի հետ։ Ձնեմարդը, արմուրակայինները, պալեոկոնտակտը
յուրօրինակ պատմությունների ընթերցումները։ Այս թեմաները ԽՍՀՄ-ում 70-ականներին եղել են, եթե ոչ mainstream, ապա շատ տարածված մտավորականության շրջանում։ Ինչու՞։ Ըստ երևույթին առաջին խորհրդային թերթերից մեկը, որը պաշտոնապես գրեց Բերմուդյան եռանկյունու հանելուկի մասին, Տրութ թերթն էր, որը 1975 թվականին վերատպեց այդ մասին նշումը բրիտանական Քյուիկ ամսագրից։ Իսկ հետո, ասես, բոլորը վարակվեցին։ Եռանկյունու մասին գրեցին խորհրդային գլխավոր գիտահանդրամատչելի հրատարակությունները «Наука и жизнь», «Хочу всё знать», «Вокруг света»։ 1975 թվականին Նեդելա թերթը հարցում անցկացրեց մոսկովյան դպրոցականների շրջանում։ Աշխարհի որ գաղտնիքներն են իրենց հետաքրքրում, եւ այդ թվում հարցնում էին Բերմուդյան եռանկյունու մասին։ 1980 թվականին Բերմուդյան եռանկյունին «Вокруг света» ամսագրի խմբագրությանը ուղղված ընթերցողների նամակների գլխավոր թեմաներից մեկն էր։ ԽՍՀՄ-ում նույնիսկ կար իր պաշտոնական մասնագետը թեմայի շուրջ՝ Վլադիմիր Աժաժան։ Իհարկե, ամենևին էլ գիտնական չէր, այլ նախկին սուզանավուրդ, որը տարվել էր ուֆոլոգիայով։ Եվ Բերմուդյան եռանկյունում կատարվողը նույնպես կապում էր թռչող ափսեների հետ։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ Աժաժային 1976 թվականին հրավիրեցին կենտրոնական հեռուստատեսություն «Очевидно, невероятное» հաղորդմանը, որտեղ հենց քննարկվում էր Բերմուդյան եռանկյունին։ Եթե ինչ, այդ հաղորդումը դիտեց Վլադիմիր Վիսոցկին, ապշեց տեսածից եւ գրեց մի երգ «Дорогая передача». Вся канадчикова дача к телевизору рвалась։ Այս բառերով, որտեղ եթե իրենց անուններով կոչենք, նա ծաղրեց եւ ափսեները, եւ Բերմուդյան եռանկյունին, եւ ամբողջ այս կեղծ գիտական հիմարությունը։ Բայց անկախ Վիսոցկուց պարզապես գնահատեք հենց իրավիճակը։ Բացահայտ դավադրապաշտին հրավիրեցին երկրի գլխավոր ալիքի գլխավոր գիտահանրամատչելի հաղորդմանը։ Եվ ոչինչ, ամեն ինչ կարգին է։ Իսկ ինչպես էր խորհրդային գրաքննությունը։ Գուցե հարցնեն ինձ մեկնաբանություններում։ Այո, այն կար։ Պարզապես կոնկրետ այս ոլորտի վրա ԽՄԿԿ.com-ը առանձնահատուկ ուշադրություն չէր դարձնում։ Հիմնականում պայքարում էին չեթողների թեմայով հրապարակումների դեմ, որովհետև խորհրդային գրաքննիչները դրանք համարում էին անառողջ սենսացիա։ Իսկ Բերմուդյան եռանկյունին առանձնապես գրաքննության տակ չէր ընկնում։ Ցենզուրա։ Այն ինչով զբաղված էին նրանք, պայքար չէր կեղծ գիտության դեմ։ Եվ հետո 70-ականներում չկար հստակ բաժանում գիտության եւ կեղծ գիտության։ Բերմուդյան եռանկյունին ալբոմակայինները, Ձենեմարդը, ամենատես գրվածքներն անապատում, ժայռապատկերները, այս ամենը համարվում էին այդպիսի գորշ գոտի, այսինքն տարածք, որտեղ գիտությունը դեռ չէր ներխուժել։ Առնվազն պաշտոնական մակարդակով ԽՍՀՄ-ում այս ամենը համարվում էր գաղտնիք, որը գիտությունն անպայման կբացահայտի գիտական մեթոդներով։ Ահա օրինակ թե ինչ էր գրում Նեդելա թերթը 1975 թվականին եռանկյունու մասին։ Բերմուդյան եռանկյունու շրջանում տեղի ունեցող գործընթացները կրում են համալիր բնույթ։ Անկասկած, որ Բերմուդյան եռանկյունու գաղտնիքում ոչ մի գերբնական բան չկա, եւ այն կլուծվի բացառապես երկրաֆիզիկական մեթոդներով։ Մինչդեռ այն պահից, երբ Բերմուդյան եռանկյունով սկսեցին զբաղվել դավադրապաշտները եւ կեղծ գիտության սիրահարները, նրա զոհերի թիվը միայն աճում էր։ Ոչ թե այն իմաստով, որ դավադրապաշտները սպանում էին ինչ-որ մեկին, այլ ուղղակի նրանք գտնում էին ավելի ու ավելի շատ նոր դեպքեր, որոնք կարելի էր ներառել այսպես ասած կանոնի մեջ։ Նրանք ուսումնասիրեցին անցյալը եւ սարսափ։ Գտան ապացույցներ, որ նավերն անհետացել են նաեւ 1945 թվականից առաջ։ Նույնիսկ 19-րդ դարում անիծված եռանկյունում անհետանում էին նավեր։ Պարզապես ինչ-ինչ պատճառներով ոչ ոք դրա դեմ չէր պայքարում։ Այն մասին, թե ինչու ոչ ոք չէր պայքարում, ես կպատմեմ հետագայում։ Իսկ առայժմ տեսնենք, թե ինչ գտան նրանք։ Իսկ գտան բավականին շատ հետաքրքիր բաներ։ Օրինակ 1880 թվականի ողբերգությունը, երբ Բերմուդյան կղզիների շրջանում ընդմիշտ անհետացավ բրիտանական Ատալանտա ուսումնական նավը։ Նավի վրա գտնվում էր 290 մարդ, հիմնականում բրիտանական նավատորմի կուրսանտներ։ Նավը վերադառնում էր ուսումնական արշավից։ Այն դուրս եկավ Բերմուդյան կղզիներից դեպի Մեծ Բրիտանիա, բայց դրանից հետո անհետացավ ամբողջ ազնագազմի հետ միասին։ Բայց այս նավն էլ չէր եռանկյան առաջին զոհը։ 1840 թվականի օգոստոսին Նասաուից ոչ հեռու Բահամյան կղզիների մայրաքաղաքից հայտնաբերվեց խոշոր ֆրանսիական Ռոզալի նավը, որը լքված էր անձնակազմի կողմից, բայց չուներ որևէ վնասվածք։ Նավը դրեյֆում էր բարձրացված արագաստներով։ Ըստ երևույթին Ռոզալին լքվել էր մարդկանց կողմից ընդամենը մի քանի ժամ առաջ, երբ այն գտնվեց։ Նավը վնասվածքներ չուներ։ Թանկարժեք բեռը հիանալի վիճակում էր, իսկ միակ բնակիչը նավի վրա սովից կիսամեռ տեխսանիկն էր՝ կանարեիկը։
Ոչ ոքի այդպես էլ չհաջողվեց իմանալ, թե ուր է անհետացել անձնակազմը։ Ռոզալին համարվում է Վերմուդյան երանգյան առաջին պաշտոնական զոհը։ Դե լավ, ենթադրենք մենք ունենք ինչ-որ միստիկ վայր, որտեղ անհետանում են նավեր։ Ինչ պատճառներ են նշվում։ Ամենասյուրռեալիստական երկուսը դա ալմուրակայինների եւ ատլանտների մասին է։ Ես արդեն նշել եմ։ Եվ այո, եթե ինչ լրջորեն կան մարդիկ, ովքեր մինչ օրս հավատում են, որ Վերմուդյան երանգյունում մարդկանց առևանգում են կամ թրջողապսաները կամ Ատլանտիդայի առաջնորդները։ Ես չեմ կատակում։ Երկրորդ վարկածը մոտավորապես նույն օպերայից է, որ երանգյունում իբր կա պորտալ դեպի զուգահեռ աշխարհներ։ Ահա այնտեղ են վերանում նավերը։ Բայց եկեք անցնենք համեմատաբար adekvat վարկածներին։ Դե ասենք համեմատաբար adekvat, ասենք պայմանականորեն։ Գոյություն ունի վարկածների մի ամբողջ շերտ, որոնք բերում են մի վարկածի։ Ասենք եկեք ընդունենք, որ Վերմուդյան երանգյունին իրականում գոյություն ունի։ Դրանում անոմալ քանակությամբ անհետանում են նավեր։ Եվ եկեք մտածենք, թե այնտեղ ինչ կարող է տեղի ունենալ։ Բայց առանց միստիկայի, զուտ գիտության տեսանկյունից։ Օրինակ, գոյություն ունի գաղափար, որ ամեն ինչում մեղավոր է գազը, կոնկրետ մեթանը, որ Վերմուդյան երանգյան տակ կան մեթանի պաշարներ։ Մեթանը ժամանակ առ ժամանակ դուրս է պրծնում փուչիկներով, եւ զուտ տեսականորեն այդ փուչիկները կարող են նոսրացնել ջուրը նավի տակ։ Չգիտեմ, թե որքանով է սա հասկանալի ձևակերպված, բայց էությունը կարծում եմ հասկացաք։ Գազի պատճառով ջուրը դառնում է ավելի նոսր, կորցնում է խտությունը եւ նավը բառացիորեն խորտակվում է դրա մեջ։ Այն ԽՍՀՄ-ում դեռ 70-ականներին համարվում էր հիմնական վարկած։ Ֆիզիկայի տեսանկյունից թվում է, թե տրամաբանական է, բայց սա զուտ վարկած է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նման սցենարի զարգացման համար փուչիկի չափսը պետք է լինի առնվազն համեմատելի նավի չափսի հետ։ Նույնիսկ ավելի մեծ։ Միայն այդ դեպքում նավը կհայտնվի ջրի տակ։ Բայց երբեք չեն դիտարկվել այդքան մեծ փուչիկներ, որ կարողանան նաև նավ խորտակել։ Եվ ես կարծում եմ, որ չեն էլ դիտարկվի։ Եվ սա այս վարկածի ամենամեծ խնդիրը չէ։ Ամենամեծն այն է, որ ամերիկացի երկրաբանների տվյալներով Վերմուդյան երանգյունու շրջանում պարզապես չկան բնական գազի որևէ նշանակալի պաշարներ։ Այլապես այնտեղից վաղուց արդեն այն կարճ չնահանեին։ Սա Վերմուդյան երանգյունին ինչ-որ կերպ գիտականացնելու բոլոր փորձերի գլխավոր խնդիրն է, որ չնայած գիտական բացատրությունների փորձերին, դրանք հաճախ ավելի վատ տեսք ունեն, քան ալմուրակայինների հետ վարկածները։ Օրինակ 2018 թվականին հայտնվեց մի նորություն, որ բրիտանացի գիտնականները ենթադրել են նոր վարկած, թե իբր Վերմուդյան երանգյունում նավերը կարող էին խորտակվել, այսպես ասած, մարդասպան ալիքների պատճառով։ Վարկածն այսպեսին է. մարդասպան ալիքն այն ալիքն է, որն առաջանում է, երբ միանգամից մի քանի փոթորիկների հոսքեր միանում են։ Այդ ժամանակ հարթ ու հանդարտ տեղում կարող է առաջանալ հսկայական ալիք, մինչև 30 մետր բարձրությամբ։ Այն ունակ է խորտակել նավը։ Բայց ամենակարևորն այն է, որ այդպիսի ալիքն ապրում է ընդամենը մի քանի րոպե, այսինքն կտրուկ առաջանում է, խորտակում եւ նորից ծովը հանդարտվում է։ Գեղեցիկ է հնչում։ Միայն թե կյանքում նման ալիք տեսել են ծայրահեղ հազվադեպ։ Բառացիորեն այնքան հազվադեպ, որ բոլոր ապացուցված դեպքերը թվարկված են միայն Վիկիպեդիայում։ Եվ դրանք վերջին 200 տարվա ընթացքում դե ընդամենը մի քանի տասնյակն են եղել։ Իսկ այստեղ ստացվում է, թե սա մի տարածաշրջան է, որտեղ նրանք անընդհատ են հայտնվում։ Դե սա ուղղակի հակասում է հավանականության տեսությանը։ Այլապես դրանք շատ ավելի հաճախ կդիտարկվեին։ Կա նաև նույնքան ինքնատիպ վարկածների մի ամբողջ փունջ։ Օրինակ, որոշ ամերիկացի գիտնականներ Վերմուդյան երանգյունում գտել են ինչ-որ հատուկ վեցանկյուն ամպեր։ Եվ թե իբր նման ամպերի տակ քամին փչում է ոչ թե կողք, այլ վերևից ներքև, բարձրացնելով մինչև 40 մետր բարձրության ալիքներ, որոնք կարող են խորտակել ցանկացած նավ, եւ դա ստեղծում է турբուլենտություն, որը կործանում է ինքնաթիռները։ Եթե խոսենք ամենահավանական բանի մասին, ապա ավելի վաղ շատ էր խոսվում սարսափելի եղանակի մասին, որը մշտապես նավաստիներին թակարդներ էր ստեղծում փոթորիկների տեսքով, թեև կարճատև, բայց շատ հզոր եւ անկանխատեսելի։ Գիտնականներին հաջողվել է բացատրել նաև այս հանելուկը։ Ամեն ինչում մեղավոր է Gulf Stream հոսանքը, որի արագությունն այդ շրջանում հասնում է ժամում 5 մղոնի։ Ճանապարհին այն հանդիպում է այլ հոսանքների։ Համապատասխանաբար տեղի են ունենում սառը եւ տաք ջրերի բախում, ինչը ծնում է լեգենդար Վերմուդյան մշուշները։ Իսկ երբ Gulf Stream-ը փոխում է հոսանքի արագությունն ու ուղղությունը, ինչը ի դեպ հաճախ է պատահում, առաջանում են փոթորիկներ։ Բայց եթե մտածել, բարդ եղանակային պայմաններն այն չեն, ինչը կարող է տարածքը դարձնել անիծված։ Ինչպիսին էլ լինի Gulf Stream-ը, մոլորակի վրա գոյություն ունեն շատ ավելի վատ տեղեր։ Օրինակ Անտարկտիդայի շրջակայցովը, որտեղ մայրցամաքներ չկան, ուստի քամիները ազատորեն արագանում են վերածվելով փոթորիկների։
Կարճ ասած, այս պահին գիտությունը չի կարող հիմնավորել, թե ինչ է կատարվում Բերմուդյան եռանկյունում։ Չնայած իրականում գիտությունն ամեն ինչ վաղուց է պարզել, դեռ 1970-ականներին։ Ճիշտ է, խոսքը վերաբերում է ոչ թե ֆիզիկային, ոչ թե քիմիային, այլ հանկարծակի պատմությանը։ Այո, արհամարված հումանիտարները կարողացան լուծել այն խնդիրը, որը խստաշունչ բնագետները չկարողացան լուծել։ Այսպիսով դեռ սարսափելի է ասել։ 1975 թվականին ամերիկացի ճանապարհորդ եւ հետազոտող Լարի Կուշեն գրեց Բերմուդյան եռանկյունին առասպելներ եւ իրականություն գիրքը։ Հետաքրքիր գիրք է։ Այսպիսով Կուշեն արեց մի սարսափելի բան։ Նա չսկսեց տեսություններ մշակել այն մասին, թե ինչ բնական հիմնավորում կարող էր ունենալ Բերմուդյան եռանկյունին։ Նա որոշեց պարզապես պարզել, թե իրականում ինչ էր կատարվում Բերմուդյան եռանկյունում։ Նա գնաց արխիվներ եւ սկսեց փնտրել, թե ինչ են գրել այն բոլոր դրվագների մասին, երբ եռանկյունում անհետացել են տարբեր նավեր եւ ինքնաթիռներ։ Ընդ որում պետք չէր շատ խորանալ եւ հասնել Վատիկանի կամ Պենտագոնի ինչ-որ արխիվներ։ Պարզվեց, որ բավական է նայել ամենատարրական արխիվները, թե ինչ էին գրում թերթերը անմիջապես կործանման պահին, ինչ էին գրում աղետի հետաքննության պաշտոնական հաշվետվություններում։ Ի վերջո, ինչ է գրված նավերի ռեեստրներում։ Նման արխիվներ հասանելի են ոչ թե միայն պրոֆեսիոնալ պատմաբաններին, այլև մեզ ձեզ հետ։ Եվ արդյունքները նրա մոտ ապշեցուցիչ էին։ Թույլ տվեք ես հենց հիմա բացեմ անգլալեզու Վիկիպեդիան, Բերմուդյան եռանկյունի հոդվածը, եւ ուղիղ անցնեմ այն դերվագներով, որոնք թվարկված են այնտեղ, եւ պատմեմ, թե ինչ է գտել Լարի Կուշեն տեղի ունեցածի վերաբերյալ։ Սկսենք ըստ երևույթին Ատլանտայից։ 1880 թվականին եռանկյունում անհետացավ բրիտանական նավը։ Նավի վրա կար 290 կուրսանտ եւ սպա, որը նավարկում էր Բերմուդյան կղզիների ռազմաբազայից Անգլիա։ Որոնման համար բարձրացվեց ամբողջ թագավորական նավատորմը, որոնցին Ազորյան կղզիներից մինչև Իսլանդիա։ Ատլանտան ոչ միտեղ չկար։ Այս պատմությունը հրապարակայնություն ստացավ առաջին հերթին այն պատճառով, որ դրա մասին այդ պահին շատ էին գրում։ Ինչպես չէ, մի ամբողջ բրիտանական ռազմածովային նավ է անհետացել։ Ընդ որում ոչ թե պարզապես նավ, այլ կուրսանտներով նավ, այսինքն ըստ էության երեխաներով նավի վրա։ Ինչ որ պահի տեղի ունեցավ ողբերգական մի դրվագ։ Անգլիական նավահանգիստ մտավ առևտրային նավը, որը պատահականորեն նույնպես կոչվում էր Ատլանտա։ Եվ տեղական թերթերը հայտարարեցին, թե ահա սա այդ նավն է։ Կուրսանտների հարազատները վազեցին դիմավորելու իրենց մտերիմներին։ Պարզվեց, որ ոչ, դա ուրիշ նավ է, եւ իրենց նրանք երբեք չեն տեսնի։ Պատկերացնում եք, թե ինչ ողբերգություն էր դա շատերի համար։ Լոնդոնի գլխավոր Times թերթը Ատլանտայի թեմայի շուրջ հրապարակումներ էր անում ամբողջ 3 ամիս։ Առաջին նշումը, որ նավն անհետացել է, դուրս եկավ ապրիլին, իսկ վերջինը հունիսին։ Եվ ահա, եթե պարզապես կարդալ Ատլանտայի թեմայով գրված հոդվածները, անմիջապես հարց է առաջանում. ուր էին նայում դավադրապաշտները, որոնք այնտեղ ինչ-որ հանելուկ են փնտրում։ Միթե նրանք չէին կարդացել բառացիորեն հետաքննության պաշտոնական արդյունքները։ Հիշեցնեմ, Ատլանտան վերադառնում էր ուսումնական արշավից, այսինքն սկզբում այն Անգլիայից Ազորյան կղզիներով գնաց Բերմուդներ, իսկ հիմա վերադառնում էր տուն։ Եվ ուսումնական արշավի առաջին մասը անձնակազմը ընդհանուր առմամբ ձախողեց։ Ես չգիտեմ, թե ինչ տեսք ունեն գնահատականները ռազմածովային ուսումնարաններում նման պրակտիկայի համար, բայց ընդհանրապես ամեն ինչ գնում էր ծայրահեղ վատ։ Կարիբյան ռազմաբազա Ատլանտան եկավ 9 օր ուշացումով, քան նախատեսվում էր։ Նավի վրա բռնկվեց դեղին տենտ, որից 2 նավաստի մահացան։ Եվ բավական արագ պարզվեց մի բան. Ատլանտայի անձնակազմը պարզապես շատ վատ էր նախապատրաստված։ Այսինքն 290 մարդ, որոնց մեծամասնությունը կազմում էին կուրսանտները, որոնց համար սա իրենց կյանքում առաջին ծով դուրս գալն էր, եւ ինչպես ստացվեց, նաեւ վերջին։ 1880 թվականի ապրիլի 21 Times։ Միայն հանցավոր անմտությամբ կարելի է բացատրել այն փաստը, որ գրեթե 300 պատանիներ, ովքեր իրենց կյանքում երբեք ծով դուրս չեն եկել, ուղարկվեցին նավարկության ուսումնական նավով, որը նույնիսկ չուներ բավարար քանակությամբ լավ պատրաստված եւ փորձառու նավաստիներ։ Ատլանտայի անձնակազմում կար ընդամենը 11 իսկական հմուտ նավաստի։ Եվ հետո հրապարակվեց նաեւ Ատլանտայի մեկ ուղևորի հարցազրույցը, որը իջել էր ափ նախքան նավը կմեկներ իր վերջին նավարկությանը։ Այնտեղ ընդհանրապես ամեն բան սարսափելի էր։ Բոլոր սպաներից միայն 2-ն էին քիչ թե շատ կոմպետենտ։ Նավի կապիտանը գործնականում չէր երևում տախտակամածին, թողնելով կառավարումը ինքնահոսի։ Կուրսանտները պարզապես վախենում էին մագլցել վեր եւ արագացներն ամրացնել, դե որովհետեւ կարելի էր ընկնել եւ ջարդվել։ Իսկ երբ նավը ընկավ փոթորկի մեջ, կուրսանտները ընդհանրապես փախան եւ բոցմանին մեծ դժվարությամբ հաջողվեց հավաքել թիմի մի մասին եւ ստիպել նրանց աշխատել։ Նաեւ նավը չափազանց գերբեռնված էր,
Եվ ինքը կապիտանն էր ասում, որ մի փոքր էլ եւ նավը կարող էր ուղակի շրջվել։ Առաջին իսկ լուրջ օրորման ժամանակ։ Իսկ օրորում կար, ընդ որում շատ ուժեղ։ Հենց այն պահին, երբ Ատլանտան գնում էր Բերմուդյան կղզիներից Լոնդոն։ Այս տարածաշրջանի վրա իջան նաև ուժեղ փոթորիկներ։ Ընդհանրապես այն ժամանակ խորտակվեցին առնվազն եւս 3 բրիտանական նավ, բայց դրանք ինչ պատճառներով լեգենդ չդարձան։ Կարճ ասած, ամփոփենք։ Ատլանտան ուղակի ամփոփության եւ ծովում անհաջողության դեպք է։ Գերբեռնված նավ, վատ պատրաստված ազնագազմ, գումարած ուժեղ փոթորիկ։ Նորմալ բաղադրատոմ սաղատի համար։ Իդեպ, ողբերգություն է, որովհետեւ զոհվեցին 200-ից ավել երիտասարդ տղաներ, բայց ընդհանրապես ոչ մի զարմանալի բան։ Բացի այդ, հերո է փաստից, որ Ատլանտան ընդհանրապես խորտակվել է հենց Բերմուդյան եռանկյունում։ Այսինքն, այո, նավը դուրս եկավ Բերմուդներից, բայց թե որտեղ այն խորտակվել, մենք չգիտենք։ Ընդհանուր առմամբ երթուղի 3000 մղոնից միայն 500-ն էին անցնում եռանկյունով, իսկ փոթորիկները, որոնց մասին ես ասացի, ուժեղ էին այլ լայնության վրա նույնպես։ Այնպես որ ամենայն հավանականությամբ մեր նավի խորտակումն ընդհանրապես կապված չէր եռանկյան հետ։ Հաջորդ նավը 1918 թվականի մարտի 4-ին Բարբադոսից Նորֆոլք դուրս եկավ ամերիկյան ցիկլոպ բեռնանավը։ 300 մարդ նավի վրա եւ մանգանի հանքաքարի բեռ, մարգանեց։ Բարբադոսից նավը դուրս եկավ, բայց Նորֆոլք չժամանեց։ Այս դրվագը հիշում են, որովհետեւ նավի վրա ռադիոհաղորդիչ կար, բայց SOS ազդանշան չկար։ 1918 թվականի մարտ, առաջին համաշխարհային պատերազմ։ Ուստի սկզբում ամեն ինչ թեքեցին գերմանացիների վրա, բայց երբ պատերազմից հետո բացեցին արխիվները, բարձրացավ, որ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանում գերմանական սուզանավեր չեն եղել, եւ ծովային ականներ նույնպես չկային։ Եվ ինչպես միշտ, ոչ մի բեկոր, ոչ մի փրկարար լաստ, ոչինչ։ Իհարկե առաջացան մի փունջ վարկածներ այն մասին, որ նավը գրավել են ծովահենները, թե անձնակազմը ապստամբել է եւ արվանգել նավը, թե անձնակազմն ինքը վաճառել է նավը գերմանացիներին։ Կար նույնիսկ մի խենթ գաղափար, որ ցիկլոպին խորտակել է Կրակենը։ Այո, Literally Digest ամսագիրը առաջադրել էր այդպիսի վարկած։ Ընդհանրապես, հա թե ինչպես մեկնաբանեց ողբերգությունն այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսոնը։ Միայն Աստված եւ ծովը գիտի, թե ինչ պատահեց այս հսկայական նավի հետ։ Դե, Աստված, բայց արխիվներում կան բաներ, որոնք կարող են պարզել, թե մոտավորապես ինչ է պատահել։ Օրինակ, գրեթե անմիջապես կործանումից հետո Virginian Pilot թերթը հիշեցրեց, որ ցիկլոպը լավագույն տեխնիկական վիճակում չէր։ Նավի երկու շարժիչներից աշխատում էր միայն մեկը։ Տախտակամածի մտոցները, այսինքն լյուկերը, չէին փակվում։ Բացի այդ, ցիկլոպը կառուցված էր ածուխ փոխադրելու համար։ Իսկ մանգանը շատ ավելի խիտ է եւ ծանր։ Նավը ամբողջությամբ բեռնված չէր եւ փոթորկի ժամանակ միանգամայն հնարավոր էր իրավիճակ, երբ բեռը տեղափոխվեր մի կողմից մյուս կողմ եւ նավը շրջվեր։ Ֆիզիկա։ Այսպիսով, փոթորիկ իրականում եղել է։ 1918 թվականի մարտի 10-ին, երբ ցիկլոպը ըստ հաշվարկների պետք է մոտենար նշանակման վայրին, Նորֆոլքին, քաղաքի վրա փոթորիկ սկսվեց։ Քամու արագությամբ ժամում 65-ից 95 կմ/ժ։ Փոթորիկը տևեց ընդամենը 1 օր։ Ափին առանձնահատուկ ավերածություններ չառաջացրեց եւ արժանացավ ընդամենը մի փոքրիկ նշման տեղական թերթում։ Իսկ երբ սկսեցին խոսել ցիկլոպի անհետացման մասին, փոթորիկի մասին բոլորը մոռացել էին։ Բայց միանգամայն հնարավոր է իրավիճակ, որ ցիկլոպին հենց ծովում խորտակեց փոթորիկը, իսկ մեկ շարժիչով այն պարզապես չհաղթահարեց եւ խորտակվեց։ Այո, սա դեռ միայն վարկած է։ 1968 թվականին ջրասուզակները Նորֆոլքի մոտ գտան մի նավ, արտաքինով շատ նման ցիկլոպին, բայց այն ժամանակ փնտրում էին ոչ թե նրան, այլ անհետացած ամերիկյան սուզանավը, այնպես որ գտածոն պարզապես մոռացան։ Բայց համաձայնեք, բացատրությունը միանգամայն խելամիտ է։ Եվ այստեղ նորից, ինչպես Ատլանտայի դեպքում, հին նավը ոչ լավագույն տեխնիկական վիճակում ընկավ փոթորկի մեջ եւ խորտակվեց։ Ընդ որում փոթորիկը եռանկյունու սահմաններից շատ հեռու էր, դարձյալ ոչ մի միստիկա։ Գնանք առաջ, 1921 թվական։ Ցուրտ մոխրագույն հունվարյան մի առավոտ Diamond Show ստանձաղուտի վրա հայտնաբերվեց 5 կայմանի արագաստանավ Carol Deering-ը, բարձրացված արագաստներով։ Խոհանոցում վարարանի վրա դեռ կերակուր կար, բայց նավի վրա ոչ մի կենդանի հոգի չկար, եթե իհարկե չհաշվենք երկու կատուներին։ Անձնակազմից ոչ մեկին գտնել չհաջողվեց։ Deering արագաստանավի պատմությունը հետաքրքիր է նրանով, որ դրա մասին հիշեցին ոչ անմիջապես։ Այսինքն, սկզբում թերթերը գրեցին գտնված դատարկ նավի մասին, բայց քանի որ տեղեկատվությունը քիչ էր, դրա մասին պարզապես մոռացան։ Դե անհետացավ ազնագազմը եւ անհետացավ, էլ ինչ ասես։ Իսկ հետո արդեն ամռանը
Ողբերգությունից մոտ կես տարի անց ԱՄՆ առևտրի նախարարությունում ինչ որ մեկը ասաց, որ նավը ամենայն հավանականությամբ գրավվել է ծովահենների կամ ահաբեկիչների կողմից, եւ որ ասում են սա հետաքննության պաշտոնական վարկածն է։ Իհարկե բարձրացավ սարսափելի իրարանցում։ Իսկ այստեղ էլ Հյուսիսային Կարոլինայի ափի մոտ գտան մի շիշ գրությամբ. մեզ գրավել են աբորդաժով, սուզանավով կամ նավով եւ շղթայել են ձեռնաշղթաներով։ Այսպիսով պարզվեց, որ շշով գրությունը կեղծիք է, որն արել էր Հյուսիսային Կարոլինայի ինչ-որ ձկնորս։ Եվ ընդհանրապես իրավիճակը նման չէր ծովահենների ասպատակության։ Արագաստից անհետացել էին բոլոր փրկարար նավակները։ Ծովահենների ինչին էին դրանք պետք։ Եվ ընդհանրապես նավի վրա ամեն ինչ կոկիկ հավաքված էր։ Իսկ անձնակազմի իրերից մնացել էին միայն դեղցանիկը եւ մի զույգ կոշիկներ։ Ամեն ինչ այնպիսի տեսք ուներ, կարծես նավի անձնակազմը հանգիստ հավաքվել էր, նստել նավակները եւ անհետացել։ 1940-ականներին ամերիկացի պատմաբան Էդվարդ Սնոուն պարզեց այս գործը եւ գտավ շատ հետաքրքիր մանրամասներ։ Արագաստանավի վրա կործանումից առաջ, ինչպես կրահեցիք, ամեն ինչ աստծո կամոք չէր։ Կապիտանը վիճում էր իր թիմի հետ, ասում էր, որ նրանք բոլորը հարբեցողներ եւ ծույլեր են։ Իսկ բառացիորեն մի օր առաջ, երբ Արագաստանավն անհետացավ, այն անցնում էր տեղի փարոսի կողքով։ Եվ փարոսի պահապանը հիշեց, որ նավից իրեն գոռացել են, որ նավը ընկել է փոթորկի մեջ։ Նրանցից փոկվել են խարիսխները եւ ալիքները տանում են նրանց, եւ որ նրանք օգնություն են խնդրում։ Ցավոք փարոսում ռադիոկապ չկար, ուստի երբ պահապանը տեղեկությունը փոխանցեց, այսպես ասած, մեծ ցամաք, արդեն ուշ էր։ Ընդհանրապես ամեն ինչ այսպիսի տեսք ունի։ Արագաստանավն ընկել է փոթորկի մեջ։ Նրանից փոկվել են խարիսխները։ Ինչ որ պահի թիմը ըստ երևույթին մտածել է, որ նավը խորտակվում է։ Նրանք տեղափոխվել են նավակներ, նստել եւ հեռացել։ Միայն թե հակառակը պատահեց։ Արագաստանավը նստեց ծանծաղուտին եւ չխորտակվեց, իսկ փրկարար նավակները ըստ երևույթին խորտակվեցին փոթորկի ժամանակ։ Ողբերգություն, այո, բայց դարձյալ ոչ մի առանձնապես եզակի բան։ Այդպիսի բան պատահում է։ Ինչ կա հետո։ Թվում է, թե մենք հասանք հենց այդ 19-րդ օղակին։ Թույլ տվեք ես չվերապատեմ երկրորդ անգամ, թե ինչ պատահեց այնտեղ։ Կամ եկեք շատ համառոտ։ 1945 թվական Ֆլորիդայի ռազմածովային ավիաբազայից օդ բարձրացան ԱՄՆ ռազմածովային ուժերի 5 ինքնաթիռներ, Avenger-ներ։ Սա պետք է լիներ ամենասովորական, ամենահասարակ թռիչք։ Բայց ինքնաթիռները օդ բարձրացան եւ չվերադարձան։ Իսկ հետո նրանց հետ միասին անհետացավ նաեւ որոնման ուղարկված ինքնաթիռներից մեկը՝ Մարիները։ Ահա այսպես։ Հաճախ կարելի է հանդիպել այն պնդբանը, որ հետաքննությունը ոչ մի արդյունքի չի հանգեցրել, բայց իրականում այդպես չի կարելի ասել։ Հետաքննության պաշտոնական հաշվետվությունը կազմում է 400 էջ։ Եվ այնտեղ կան շատ հետաքրքիր բաներ։ Նախ Մարիների անհետացման վերաբերյալ։ Այնտեղ հենց առեղծվածային ոչինչ չկա։ Այն ըստ երևույթին ուղղակի պայթել է թռիչքի ժամանակ։ Հաշվետվություններում կա տեղեկություն, որ որոնողական մյուս ինքնաթիռներից տեսել են պայթյունի բռնկումը։ Դա ցավոք հաճախ էր պատահում այս կոնստրուկցիայի ինքնաթիռների հետ։ Նրանց օդաչուները նույնիսկ իրենք էին դրանք անվանում թռչող բենզինի տակառներ։ Իսկ հա 19-րդ օղակի հետ պատմությունը շատ ավելի բարդ է, բայց հետաքննության մեջ տեղեկատվությունը նույնպես կա, որովհետև չեք հավատա, բայց օդաչուների միմյանց հետ ռադիոկապով բանակցությունները լսում էին ավիաբազայում։ Ոչ ամբողջությամբ, միջամտություններով։ Ինչ որ պահի նրանք հայտնվեցին մի գոտում, որտեղ հասնում էր Կուբայի ռադիոն։ Եվ եթերն ընդհանրապես գրեթե ընդհատվեց, բայց այն ինչ հասցրին լսել բազայում, իրավիճակն այդպեսին չէր։ Կարծես ինչ որ մեկը եկել է ոչնչացրել նրանց կամ նման։ Չկային բացականչություններ, մեծ հարձակվում են, թռչողապսեներ կամ նման մի բան։ Ամեն ինչ ավելի պարզ էր եւ վավ։ Ինքնաթիռները ուղղակի մոլորվել էին ճանապարհից եւ թռչում էին օվկիանոսի վրայով։ Մինչև նրանց մոտ վարելիքը վերջացավ եւ նրանք ընկան։ Խնդիրն ինչու՞մն էր։ Թռչել օվկիանոսի վրայով ծայրահեղ դժվար է, որովհետեւ այն ամենուր նույնն է։ Նորմալ պայմաններում թռիչքն ընթանում է գործիքների միջոցով։ Բայց ինչպես պատահեց, հենց գործիքները շարքից դուրս եկան։ Լեյտենանտ Թեյլորի ինքնաթիռում, օղակի հրամանատարի մոտ։ Այդ պահին փչացավ նաև կողմնացույցը։ Լեյտենանտ Թեյլորն ինքը նորեկ չէր, բայց կոնկրետ այս շրջանում նա առաջին անգամ էր։ Նրան ընդամենը վերջերս էին տեղափոխել Ֆլորիդա մեկ այլ ռազմաբազայից։ Արդյունքում տեղի ունեցավ ողբերգություն։ Թեյլորը փորձում էր ինչ-որ կերպ կողմնորոշվել աչքով եւ շփոթեց Բահամյան կղզիները Ֆլորիդայի ափի կղզիների հետ։ Այսինքն նա ուղղակի շփոթեց արևմուտքն ու արևելքը։ Ինչ որ պահի ըստ մեջբերումների նա ընդհանրապես չէր հասկանում, թե որ ուղղությամբ է թռչում։ Եվ այս բոլոր հուսահատ մենք չենք հասկանում, թե որտեղ ենք գտնվումը, բազայի հետ կապով, կապված էին հենց դրա հետ։ Վերջնական հարվածը տվեց եւս մեկ անսպասելիություն։
Ոչ մի ինքնաթիռի վահանակի վրա ներկառուցված ժամացույցներ չկային, եւ օդաչուները չունեին նույնիսկ ձեռքի ժամացույցներ, այնպես որ նրանք նույնիսկ չէին կարող նորմալ հասկանալ, թե արդեն որքան ժամանակ են թռչում։ Այո, հերթական պատմությունը այն մասին, թե ինչպես թռիչքին վատ պատրաստվել է, հանգեցրեց ողբերգության։ Առանձնապես տխուր հեգնանքն այն էր, որ ըստ երևույթին այն պահին, երբ Թեյլորը բազային ասում էր, թե չգիտի ուր թռչել, նա թռչում էր ճիշտ։ Պարզապես ինքն իրեն համոզեց, որ մոլորվել է, եւ շրջվեց ոչ այն կողմ։ Դուք հիմա կզարմանաք, բայց նա վստահ էր, որ ինչ որ կերպ թռել է Ֆլորիդայից արևմուտք եւ հիմա թռչում է դեպի Մեքսիկա, ինչը բոլորովին անհեթեթ էր։ Բայց արդյունքում նա ինքը հեռացավ ճիշտ երթուղուց։ Եվ ամեն ինչ ավարտվեց օրինաչափ։ 19-րդ օղակը թռչում էր ետ ու առաջ օվկիանոսի վրայով։ Նրանք կարծում էին, որ փնտրում են տուն տանող ճանապարհը, բայց իրականում գնում էին ավելի ու ավելի հյուսիս Բահամյան կղզիներից։ Ինչ որ պահի օդաչուները այնուամենայնիվ հասկացան ակնհայտը եւ օղակում առաջատար դերը փոխանցեցին մեկ այլ ինքնաթիռի հրամանատարի, բայց այդ պահին նրանք արդեն այնքան էին հեռացել երթուղուց, որ արդեն անիմաստ էր։ Իսկ ինչու չկարողացան հայտնաբերել նրանց եւ ցույց տալ, թե որտեղ են նրանք գտնվում, նախ 1945 թվականի ռադիոկապը ամենևին էլ ժամանակակից չէր։ Երկրորդ, նորից ապօրինություն արեց Թեյլորը։ Նա հրաժարվեց անցնել արտակարգ հաճախականության եւ եթե դա աներ, կստանար ռադիոալիք լրիվ ազատ միջամտություններից։ Իսկ այդպես կապը սարսափելի միջամտություններով էր։ Պելենգավորել այն պարզապես անհնար էր։ Իսկ վերջում գործի մեջ մտան կուբայական ռադիոկայանները եւ կապը պարզապես խլացրին։ Եվ ըստ երևույթին ի վերջո վարելիքը պարզապես վերջացավ եւ նրանք ընկան։ Դե ինչպես ընկան։ Տեխնիկապես նրանց ինքնաթիռները կարող էին վայրէջք կատարել ջրի վրա, բայց չպետք է կարծել, թե 19-րդ օղակը բազմափորձ էյսերի համաստեղություն էր։ Դրանք կողմնորոշումը կորցրած հրահանգիչն ու 4 օդաչու կուրսանտներ էին, որոնք փորձում էին վայրէջք կատարել ջրի վրա մութ գիշերը եւ փոթորկի ժամանակ։ Կարճ ասած, հետևանքներն ակնհայտ են, բայց նրանց չգտան ըստ երևույթին պարզապես այն պատճառով, որ փնտրում էին ինքնաթիռները պաշտոնական երթուղու երկայնքով, իսկ նրանք թռել էին բոլորովին այլ կողմ։ Անցնենք ցանկի հաջորդ կետին, 1948 թվական, Star Tiger։ Ես արդեն համառոտ նշել էի դրա մասին։ Star Tiger ինքնաթիռը դուրս եկավ Լոնդոնից դեպի Հավանա։ Այն ժամանակ ինքնաթիռին անհրաժեշտ էին մի քանի միջանկյալ վառելիքալիցքավորումներ։ Եվ ահա նրանք երեկոյան հունվարի 29-ին դուրս եկան հերթական վառելիքալիցքավորումից Ազորյան կղզիներից։ Պետք է թռչեին ամբողջ գիշեր եւ առավոտյան ժամը 4-ին ժամանային Բերմուդներ։ Հունվարի 30-ի առավոտյան ինքնաթիռի հրամանատարը հարցում կատարեց Բերմուդյան կղզիների դիսպեչերական կետին եւ ասաց, որ կարող է ուշանալ մի 2 ժամով, բայց կփորձի ժամանել ժամանակին։ Դա վերջինն էր, ինչ լսեցին Star Tiger-ի մասին։ Երբ պարզ դարձավ, որ ինքնաթիռը ոչ միտեղ չի ժամանելու, սկսվեցին որոնումները։ Եվ այո, ոչինչ չգտան։ Դավադրապաշտները սիրում են մեջ բերել հետաքննության հաշվետվությունից։ Մեջբերումն այսպիսինն է, թե մարդու, թե մեքենայի վրա կարող է ազդել ինչ-որ արտաքին պատճառ։ Ինչ նկատի ունեն արտաքին պատճառ ասելով։ Իհարկե, ՉԹՕ կամ նման մի բան։ Բայց եթե նայել բրիտանական քաղաքացիական ավիացիայի նախարարության հաշվետվությունը, կպարզվի, որ ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Նկատի ունեմ, որ հենց ինքնաթիռում չկար ոչինչ, ինչից նա կարող էր ընկնել։ Վարելիքը բավարար էր, կողմնացույցը կոտրված էր, բայց այն վերանորոգեցին։ Շարժիչները նորմալ վիճակում էին, բայց ցանկացած նույնիսկ ամենահուսալի ինքնաթիռի վրա կարող են ազդել եղանակային գործոններ։ Իսկ այդ օրը հենց շատ ուժեղ հակընդդեմ քամի կար՝ Встречный ветер։ Տեսականորեն այդպիսի քամին չպետք է կործաներ ինքնաթիռը, դե պարզապես որովհետև այս մոդելը պետք է դիմանար այդպիսի քամուն եւ միշտ դիմացել էր։ Բայց փաստը է, փչում էր ուժեղ քամի։ Եվ հնարավոր է հենց դրա պատճառով ինքնաթիռն ընկավ։ Հենց այդ մասին էլ գրեցին հաշվետվության մեջ առանց որևէ միստիկայի։ 1949 թվական հունվարին անհետացավ եւս մեկ բրիտանական ինքնաթիռ, նույն տիպի։ Ոչ մի սկզբունքորեն նոր բան։ Թռչում էր Ջամայկա եւ անհետացավ։ Եղանակը լավն էր։ Այն ավելի լավը լինել չէր կարող։ Կործանման պատճառն այդպես էլ չգտան։ Կարծես բեղմնավոր հող լինի դավադրապաշտների համար։ Դե եթե ոչինչ չգտան, ուրեմն ինչ որ առեղծվածային բան կա։ Այդուհանդերձ բրիտանական ավիացիայի նախարարությունը ավելի պարզ եզրակացություն արեց, որ խնդիրը ոչ թե առեղծվածային եռանկյունում է, այլ հենց ինքնաթիռներում։ Ուստի այդ մոդելը հանեցին քաղաքացիական փոխադրումներից։ 1948 թվական Դակոտա 3 ուղևորատար ինքնաթիռը հանկարծակի հետացավ Մայամիում վայրեջքից անմիջապես առաջ։ Նորից եղանակն ավելի լավ լինել չէր կարող։ Օդաչուները փորձառու էին, տեխնիկան աշխատում էր հիանալի։ Առավոտյան ժամը 4:00-ին կապիտան Լանգվիստը կապվեց Մայամիի դիսպեչերական կետի հետ եւ հայտնեց, որ իրենք թռչում են քաղաքից 50 մղոն հեռավորության վրա։ Ամեն ինչ կարգին է, տվեք ինձ վայրեջքի համար հրահանգներ։
Դիսպեչերական կետը փոխանցեց տեղեկությունը, բայց Լանգվիստն այլևս չպատասխանեց։ Ճանապարհի ամենավերջին հատվածում, գրեթե օդանավակայանի գոտի դուրս գալուց անմիջապես առաջ, ինքնաթիռն անհետացավ։ Եվ ինչպես միշտ, հետաքննության վերջում եզրակացություն կար, որ հանձնաժողովը չունի բավարար տեղեկատվություն աղետի հնարավոր պատճառները որոշելու համար։ Բայց թույլ տվեք ես արդեն այս փուլում ասեմ, որ սա միօրինակ արտահայտություն է, երբ բեկորներ չեն գտնվել, որովհետև աղետի պատճառը միանշանակ կարելի է որոշել միայն այն դեպքում, եթե հետազոտել են խորտակված ինքնաթիռը կամ նավը։ Իսկ ոչինչ չլինելու դեպքում, ինչպես ասում են, եւ դատարան չկա։ Այսինքն առանց բեկորների փորձագետները կարող են դատել միայն աբստրակտորեն։ Այդուհանդերձ, հետաքննության հաշվետվության մեջ ինչպես միշտ հայտնաբերվում են բազմաթիվ մանրամասներ, որոնք բաց են թողնում առեղծվածային գաղտնիքների սիրահարները։ Նախ ինքնաթիռի վրա բառացիորեն բացակայում էր կապը։ Ինքնաթիռի վրա որոշ խնդիրներ կային ռադիոհաղորդիչը սնուցող մարտկոցների հետ։ Ուստի այն երբեմն աշխատում էր, երբեմն ոչ։ Ընդ որում դա եղել էր հենց Պուերտո Ռիկոյի նավահանգստից օդ բարձրանալու պահից։ Երկրորդ, վարելիքը շատ քիչ էր։ Այսինքն վարելիք կար 7 ժամ թռիչքի համար, իսկ Մայամի նա թռավ 6 ժամում։ Թվում է թե վարելիք կար, իսկ մյուս կողմից ամենափոքր սխալը եւ դու առանց վարելիքի ես։ Երրորդ, ըստ երևույթին օդաչուին թռիչքից առաջ տվել էին եղանակի սխալ կանխատեսում։ Պայմանականորեն իրեն ասել էին, որ քամին կլինի հարավից, բայց քամին փչեց հյուսիսից։ Իսկ ինքնաթիռի համար դա շատ կարևոր է։ Հատկապես 70 տարվա պատմության ինքնաթիռի համար, որովհետև քամու պատճառով կարելի է աննկատելիորեն շեղվել 100 եւ նույնիսկ 200 կիլոմետրով։ Ընդհանրապես ոչինչ չի խանգարում միստիկայի փոխարեն պատկերացնել այսպիսի պատկեր։ Քամու պատճառով ինքնաթիռը այնուամենայնիվ վրիպեց օդանավակայանից 100-200 կիլոմետրով։ Իսկ երբ օդաչուն նկատեց դա, ռադիոն նորից խափանվեց։ Եվ նա այլևս չկարողացավ կապվել օդանավակայանի հետ։ Իսկ վարելիքը վերջանում էր եւ ստիպված եղավ գիշերը վայրեջք կատարել ջրի վրա։ Վերջը մի քիչ կանխատեսելի է։ Դե իսկ բեկորներ չգտան դարձյալ, որովհետև ինքնաթիռը թռել էր չափազանց հեռու այն վայրից, որտեղ փնտրում էին։ 1955 թվականի սեպտեմբերին Բերմուդյան եւ Բահամյան կղզիների միջև գտան անգլիական Կաննեմարը 4 զբոսանավը, որի վրա ոչ մի կենդանի շունչ չկար։ Բերլիցը Բերմուդյան եռանկյունու մասին առաջին գրքի հեղինակը ավելացրեց մի փունջ մանրամասներ իրենից։ Ասենք զբոսանավի թիմն արդեն 3 անգամ եղել էր լուրջ փոթորիկների մեջ եւ դուրս էր եկել այնտեղից առանց վնասվածքների։ Նա կարծես ակնարկում էր, որ այդքան փորձառու անձնակազմի հետ ակնհայտորեն կարող էր պատահել միայն ինչ-որ անհավանական բան։ Բայց զավեշտն այստեղ գիտեք ինչն է։ Երբեք չեք գուշակի։ Անձնակազմն անհետացել էր, որովհետև այնտեղ անձնակազմ չպետք է լիներ։ Ահա թե ինչպես էր գործը։ Այդ պահին կարիդների վրա էր Իոնա փոթորիկը։ Սարսափելի փոթորիկներ էին ամբողջ տարածաշրջանում։ Քամին արագանում էր մինչև 200 կմ/ժ։ Ալիքները բարձրանում էին մինչև 12 մետր։ Իհարկե, ոչ ոք զբոսանավով ծով դուրս չի գա այդպիսի եղանակին։ Ըստ էության ոչ ոք էլ դուրս չի եկել։ Կանեմարան կանգնած էր նավահանգստում, Բարբադոսում։ Փոթորիկը պոկեց այն խարիսխներից եւ տարավ ծով։ Անձնակազմը նավի վրա չկար եւ չէր էլ կարող լինել։ Զբոսանավը մի քանի օր շարունակ ծովով մեկ դեգերում էր։ Մինչև անցնող մի բեռնանավ այն քաշելով փորձեց նավահանգիստ տանել։ Ճիշտ է, հետո քամու պորտկումը պոկեց քարշակային պարանը եւ զբոսանավն այնուամենայնիվ խորտակվեց։ Ինչի մասին իդեպ հայտնեցին նրա միանգամայն կենդանի ողջ ու առողջ սեփականատիրոջը։ Այսինքն այստեղ ընդհանրապես ոչ մի առեղծվածային բան չկա։ Այս պատմությունը երանգյան զոհերի ցանկում ներառվել է պարզապես սխալմամբ։ Եվ սա միակ դեպքը չէ, երբ դրամատիկական պաթոսով փորձում են ներկայացնել ինչ-որ ոչինչ։ Սկզբում ես ասում էի ֆրանսիական Ռոզալի նավի մասին, որը գտել էին Նասաուի ափերի մոտ, բարձրացված արագացներով, բեռով, բայց առանց թիմի։ Այսպիսով համացանցն այս դեպքի մասին չգիտի, որովհետև այն երբեք չի եղել։ Ռոզալիի ամբողջ պատմությունը 100%-անոց հորինվածք է, որը հորինել է Վինսենտ Գադիսը մոտ 50-60 տարի առաջ։ Հենց նա, ով հորինել է նաև Բերմուդյան եռանկյունի անվանումը։ Հնարավոր է Գադիսը Ռոզալին շփոթել է մեկ այլ նավի հետ, Ռոսինիի հետ, որն իսկապես ինչ-որ տեղ նույն ժամանակ 19-րդ դարի կեսերին անհետացել էր։ Իսկ հետո այն հայտնաբերել էին Բահամյան նեղուցում առանց անձնակազմի, բայց այնտեղ ոչ մի հանելուկ չկար։ Նավը պարզապես նստել էր ծանծաղուտին, ուստի նավաստիները իջել էին նավակով եւ հասել ափ, իսկ հետո նավը ծանծաղուտից նույնպես հանել էին։ Եվ այսպիսի բարիքներ Բերմուդյան եռանկյան պատմության մեջ առատ են։ Օրինակ ինձ դուր է գալիս նաև գերմանական Ֆրեյա նավի պատմությունը, որը իբր 1902 թվականին գտել էին առանց անձնակազմի Բերմուդյան եռանկյունում։ Զավեշտն այն է, որ այդպիսի նավ իսկապես գոյություն է ունեցել, գոնե սա համընկավ, բայց միայն թե իրականում այն գտել էին Խաղաղ օվկիանոսում, ոչ թե Բերմուդյան եռանկյունում։ Այն ընկել էր ցունամիի մեջ, քշվել էր օվկիանոս, իսկ անձնակազմը հաջողությամբ
տարհանվել էր։ Եվ վերջինը Վիկիպեդիայի ցանկում Stratotanker էպիկական անվանումով հրաշքն է։ 1963 թվականի օգոստոսի 28-ին երկու ինքնաթիռ լիցքավորիչներ օդ բարձրացան Ֆլորիդայի ավիաբազայից եւ թռան Ատլանտյան օվկիանոսի վրայով։ Կեսօրին մոտ երկու ինքնաթիռներն էլ ուղարկեցին մի օրինակ հաղորդում, որ օդանավում ամեն ինչ կարգին է, եւ լռեցին ընդմիշտ։ Կարծում եմ դուք արդեն հիմա դեժավյու ունեք, քանի որ դուք այս պատմությունն ինքնաթիռների մասին արդեն երրորդ անգամ եք լսում։ Միայն թե այստեղ ամեն ինչ ավելի զվարճալի է, որովհետեւ այս անգամ կորած ինքնաթիռները գտան։ Այո, բարձվում է Բերմուդյան եռանկյունում այդպես էլ է պատահում։ Առաջին ինքնաթիռի բեկորները գտան 2 օր անց, իսկ հետո գտան երկրորդի բեկորները, գրեթե 300 կիլոմետր հեռավորության վրա։ Դա թվում էր շատ տարօրինակ։ Անմիջապես սկսվեցին խոսակցություններ առեղծվածային տելեպորտացիայի մասին։ Բայց իրականում բացահայտումը եկավ արդեն հաջորդ օրը։ Բանն այն է, որ բեկորների երկրորդ կույտը երկրորդ ինքնաթիռը չէր։ Հիշում եք, ես ասում էի, որ Սարգասյան ծովում հավաքվում են Ատլանտյան օվկիանոսի ամբողջ աղբը։ Ահա սա աղբային կղզիներից մեկն էր։ Ինչպես հայտարարում էին փրկարարները, այնտեղ ոչինչ չկար, բացի ծովային ջրիմուռներից, ծառերի բներից եւ աղբից։ Այսինքն ինքնաթիռի ոչ մի դետալ։ Այն ժամանակ ավելի ուշադիր նայեցին առաջին ինքնաթիռի բեկորներին եւ պարզվեց, որ այնտեղ կասկածելիորեն շատ թևեր կան, շարժիչներ եւ նստատեղեր։ Ընդհանրապես պարզվեց, որ այստեղ ընկած էին երկու ինքնաթիռների բեկորները եւ ինքնաթիռները պարզապես բախվել են օդում։ Կրկնում եմ, այն, որ ինքնաթիռների մնացորդները ցրվել էին 300 կիլոմետրի վրա, սխալ էր, որը հենց փրկարարներն ուղեցին արդեն հաջորդ օրը, բայց միստիկայի երկրպագուներին արդեն պարզապես հնարավոր չէր կանգնեցնել։ Այսպիսով ահա մենք վերլուծեցինք այս 8 կամ քանի աղետները։ Եվ ինչ եզրակացություն սրանից։ Իսկ ինչու ես ընդհանրապես այդքան երկար խոսեցի ինչ-որ տեխնոգեն աղետների մասին, գրեթե 100 տարվա վաղեմության եւ միտումնավոր։ Որովհետև սրանից բխող եզրակացությունն ուղիղ է, որ ոչ մի Բերմուդյան եռանկյունի էլ չկա։ Ես դեռ նկարագրեցի ընդամենը 10-ից քիչ դեպքեր, իբր առեղծվածային անհետացման, բայց ահա Կուշեի գրքում այդպիսիները շատ ավելի շատ են։ Ըստ էության բոլորը, որ եղել են, հայտնի են մինչև 1975 թվականը։ Եթե ես սկսեի պատմել բոլորի մասին, տեսանյութը կստացվեր 4 կամ 5 ժամանոց։ Հետաքրքիր է, որ Կուշեի գիրքը գրվել է 75-ին, իսկ ԽՍՀՄ-ում այն հրատարակվել է արդեն 78-ին։ Հազվագյուտ դեպք, երբ ամերիկյան գիրքը Միությունում այդքան արագ են թարգմանում։ Ըստ երևույթին, այդպես իսկական մասնագետները ցանկացան ակնհայտորեն ցույց տալ, որ եռանկյունում ոչ մի այդպիսի միստիկական բան տեղի չի ունեցել։ Բոլոր աղետները, որոնք այնտեղ պատահել են, ամենասովորական կործանումներ են, որոնք ցավոք պատահում են ծովում։ Ով կզարմանար նորությանը, թե 19-րդ դարի ռազմական նավն ընկել է փոթորիկի մեջ եւ խորտակվել։ Ոչ ոք։ 19-րդ դարի ընթացքում այդպիսի օրինակներ եղել են մի քանի տասնյակ։ Ոչ ոք չէր զարմանա նորությանը, դեպքնորսական նավակն ընկել է փոթորիկի մեջ եւ շրջվել։ Նա խորտակվել է ցանկացած այլ վայրում։ Դե իհարկե, ողբերգություն է։ Հատկապես հարազատների համար, բայց պատահում է։ Իսկ երբ նույնը պատահում է Բերմուդյան եռանկյունում, ապա իհարկե դա օվկիանոսի մեծ գաղտնիքն է։ Լեգենդի զարգացման եւ շարունակման համար հարմար է այն, որ եռանկյան սահմանները որոշված չեն։ Իսկ դա նշանակում է, որ տեսականորեն դրան կարելի է ներառել ցանկացած ողբերգություն, որը տեղի ունեցել է եռանկյան մոտակայքում։ Բառացիորեն վերջերս 2017 թվականին ավստրալիացի գիտության մասսայականացնող Կարլ Կրուշելնիցկին այս թեմային մոտեցավ մյուս կողմից՝ վիճակագրության կողմից։ Նա որոշեց գնահատել, թե իրականում 20-րդ դարի ընթացքում քանի ինքնաթիռ եւ նավ է անհետացել Բերմուդյան եռանկյունում։ Շատ տեղերում կարելի է գտնել 135 անհետացումների թիվը, բայց այն վերցված է բառացիորեն օդից։ Այն չի հաստատվում ոչ մի պաշտոնական փաստաթղթով։ Կրուշելնիցկին հաշվեց, որ վերջին 100-ամյակի ընթացքում եռանկյունում անհետացել է մոտավորապես 50 նավ եւ 20 ինքնաթիռ։ Մի կողմից թվում է, թե շատ է, բայց ոչ։ Դա չափազանց աշխույժ վայր է, որտեղ գտնվում են մի քանի պետություններ եւ մի փունջ տրանսպորտային երթուղիներ։ Այստեղ պարբերաբար ետո առաջ են սլանում հարյուրավոր եւ հազարավոր նավեր։ Եվ այս ֆոնի վրա 70 անհետացում 100 տարվա ընթացքում դա նորմա է։ Տոկոսային հարաբերակցությամբ Բերմուդյան եռանկյունում անհետացած նավերի եւ ինքնաթիռների քանակը նույնն է, ինչ աշխարհի ցանկացած կետում։ ԱՄՆ օվկիանոսային հետազոտությունների ազգային վարչությունը նույնպես երկար տարիներ պնդում է, որ Բերմուդյան եռանկյունում ոչ մի գաղտնիք գոյություն չունի։ Հենց նույն պատճառով վիճակագրորեն այնտեղ ոչ մի անոմալիա չկա։ Այսինքն Բերմուդյան եռանկյունին ծովի միանգամայն նորմալ հատված է։ Ընդհանրապես այս շրջանը նույնիսկ ամենավտանգավոր տասնյակի մեջ չի մտնում համաշխարհային օվկիանոսում։ Իսկ Բերմուդյան եռանկյունում աղետների պատճառները բառացիորեն նույնն են, ինչ ամենուր՝ մարդկային անպատրաստություն, անգիտություն եւ վատ եղանակ, այլ ոչ թե պորտալներ դեպի այլ հարթություններ կամ աշխարհներ։ Ինձ դուր է գալիս ամերիկյան օվկիանոսային վարչության եւս մեկ մեջբերում։ Ահա այն։
Բնության եւ մարդկային անկատարության համակցված ուժերը գերազանցում են նույնիսկ ամենաանհավանական գիտաֆանտաստիկ պատկերացումները։ Իսկ Կոլումբոսի նավամատյանը հիշում եք, նա գրում էր, որ երբ լողում էր Բերմուդյան երկնքով, հանդիպում էր ամենատես սատանայության։ Այստեղ պատմությունն այսպիսինն է։ Իրականում այնտեղ կա դրվագ, որտեղ նկարագրված է, որ սեպտեմբերի 13-ին կողմնացույցի սալաքը շեղվեց դեպի հյուսիս-արևմուտք, եւ դա կրկնվեց նաեւ հաջորդ օրը առավոտյան։ Իսկ սեպտեմբերի 15-ին տեսանելի էր, թե ինչպես երկնքից ծովն ընկավ մի մեծ հրեղեն բարվող սյուն։ Միայն թե կա մի խնդիր։ Կոլումբոսի նավամատյանն ասես ամբողջովին Կոլումբոսի նավամատյանը չէ։ Այդպես ստացվեց, որ արշավախմբի բնօրինակ փաստաթղթերը մեզ չեն հասել, բայց դրանք մի քանի տասնամյակ անց տեսել է Բարտոլոմեո դե լաս Կասասը, մի վանական եւ պատմաբան, որը առաջինը գրել է պատմությունը, թե ինչպես իսպանացիները բացահայտեցին եւ գրավեցին Ամերիկան։ Այսպիսով այս դե լաս Կասասը վերցրեց Կոլումբոսի նավամատյանը, մի քիչ այսպես ասած խմբագրեց այն եւ միայն հետո հրատարակեց։ Այո, պատկերացրեք, այդպես կարելի էր։ Նա ուզում էր Կոլումբոսին պատկերել որպես հերոս եւ ուստի խիստ կրճատեց բոլոր հիշատակումները, որ թիմը դժգոհ էր իր հրամանատարից եւ որ նրա դեմ ուղիղ ապստամբություն կար։ Իսկ ապստամբություն ի դեպ կար։ Պատմաբանների դիրքորոշումն այնպիսին է, որ Կոլումբոսի նավամատյանը 100%-ով կեղծիք չէ, բայց վերաբերվել պետք է թերահավատորեն։ Թե ինչ ռեգենշյուն է նա տեսել եւ արդյոք ընդհանրապես տեսել է, ասել հնարավոր չէ։ Այսպիսով, եթե Բերմուդյան երկնքին ուղղակի ծովի սովորական հատված է եւ ոչինչով չի տարբերվում մյուս տարածքներից, ապա ինչպես այն վերածվեց համաշխարհային հանելուկի։ Իսկ ամեն ինչ զարգանում էր աստիճանաբար։ Սկզբում կային նորություններ նավերի անհետացման մասին, հետո եւս, հետո նորից, հետո իհարկե միտք ծագեց խելացիների մոտ, որ գուցե այն բան պատահական չէ։ Հետո եկան 60-ականները, պարանորմալ երևույթներով տարվելու դարաշրջանը, եւ օվկիանոսի առեղծվածային վայրը, որտեղ անհետանում են նավերը, այսպես ասած, համապատասխանեց բնակչության մի մասի տրամադրության հետ։ Մարդկանց համար հետաքրքիր դարձավ կարդալ Բերմուդյան եռանկյունու մասին հենց այդպիսի համատեքստում։ Պատահական չէ, որ այն անմիջապես կապեցին այդ տարիների եւս երկու այլ թեմաների հետ՝ ՉԹՕ եւ Ատլանտիդայի որոնումների հետ։ Եվ դեր խաղաց նաեւ հասանելիությունը, որովհետեւ մի բան է կարդալ միստիկայի մասին, որը տեղի ունենում դժոխքի մոտ, եղջյուրների վրա, ասենք գեղարվեստական գրականությունում։ Իսկ ուրիշ բան է, երբ անոմալ գոտին հենց այստեղ է, Ամերիկայի ափերի մոտ, ուր հաջոր հազարավոր մարդիկ ամռանը հանգստանում են։ Եռանկյունին գրավում էր լրացուցիչ զբոսաշրջիկների դեպի նույն Բերմուդներն ու Բահամները։ Ուստի այս թեմայի շուրջ աղմուկը միանգամայն նյութական պատճառներ ուներ։ Ահա այսպես ինչ-որ կերպ ստացվեց, որ Բերմուդյան եռանկյան լեգենդն աճում էր ու աճում, եւ աստիճանաբար վերածվեց այն բանի, ինչ մենք ունենք այսօր։ Իսկ հետո եռանկյունին պարզապես դուրս եկավ նորաձևությունից։ Ոչ թե այն պատճառով, որ գաղտնիքը բացահայտեցին, այլ որովհետեւ այն բոլորին ձանձրացրեց։ Եվ սա ամենազարմանալին է Բերմուդյան եռանկյան պատմության մեջ։ Ինձ համար ապշեցուցիչ է այն, թե որքան անիմաստ եւ որքան դատարկ տեղից է կառուցվել Բերմուդյան եռանկյան առասպելը։ Պարզվում է, որ մեր աշխարհի ամենահայտնի քաղաքային լեգենդներից մեկը ստանալու համար բավական է ոչինչ, ոչ մի իրական առեղծվածային դեպք։ Ուղղակի ծովի մի հատված, որը ժամանակին վատ համբավ ուներ։ Փաստը, որ այնտեղ խորտակվել են որոշ քանակությամբ նավեր եւ ելի մի քանի գրող հարուստ երևակայությամբ։ Ահա մի քանի տասնամյակ առաջ մշակութային կոդ ստեղծելու պարզ բաղադրատոմս։ Ինչու՞ չէ, գուցե նաև այսօր։ Շնորհակալություն, եթե դիտեցիք ամբողջը։ Հետևեք մեր էջի թարմացումներին, բաժանորդագրվեք, եթե հետաքրքիր է։ Մեկնաբանություններում կարող եք կիսվել ձեր մտքերով Բերմուդյան եռանկյան առասպելի մասին։ Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եւ տեսնում եք, եթե չեք ստուգել ինֆորմացիան ինքներդ։ Եվ փոքրիկ խորհուրդ՝ մի ստուգեք ինֆորմացիան Վիկիպեդիայում կամ արհեստական բանականության միջոցով։ Առողջ եղեք, մնացեք բարյավ։